Իմ անունը Հայկ է, ես սոցիոլոգիական գիտությունների թեկնածու եմ, հայրենադարձ եմ, մեմում արդեն 5 տարի եմ, 5 տարի կա որ մեմում եմ մինչև Հայաստան վերադառնալը զբաղվելուց եմ եղել բիզնեսով, մեծ կազմակերպություն եմ ստեղծել, եթե հետաքրքիր է, ռուսական Forbes ժուրնալի 2015 թվականի սեպտեմբեր ամսվա հոդվածներում կարաք իմ մասին կարդաք։ Հայաստանում զբաղվում եմ, գրում եմ դոկտորային Հայաստանում ու զբաղվում եմ հոգեբանական կոգնիտիվ պատերազմի թեմայով, համագործակցում եմ Պաշտպանության նախարարության հետ, փորձում եմ ստեղծեմ հայկական հոգեբանական անվտանգության դոկտրինան։ Ունեմ ծրագիր, որի մասին փորձում եմ ամեն տեղ տարածեմ ու հիմա նպատակ ունեմ, որ մեմում էլ այդ գաղափարը տարածվի։ Ուրեմն իմ աշխատանքը ինչու՞մ է կայանում։ Կոգնիտիվ պատերազմը, հոգեբանական պատերազմը, դա նրա մասին, հիմիկվա պատերազմները նրա մասին են, որ մարդիկ ֆիզիկապես այդքան հետաքրքիր չեն։ Ասենք որ պատկերացնեք, գրավել տարածք, որտեղ մարդ չի ապրում, դա անիմաստ բան է հիմա դարել ու վերջի տարիների փորձը, պատերազմների փորձը ցույց է տալի, որ տարածքներ առանց մարդկանց հետաքրքիր չեն։ Օրինակ հիմա որ պատկերացնեք մեր թշնամի հարևան պետությունը, Ադրբեջանը Արցախը պահելու համար ամեն ամիս մեծ գումարներ է ծախսում, բայց այդ տարածքից ոչ մի եկամուտ չի ստանում, որովհետև դատարկ տարածք է, մարդիկ հարկեր չեն վճարում, պետությունը եկամուտ չի ստանում ու ընդամենը մենակ ծախսեր, 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 որը շահ չի բերում պետական հզորության համար։ Նույն ձևի եւ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ հիմա տարածքներ կան, որտեղ մարդ չի ապրում ու ամեն ինչ ոչնչացված է, ուզում եմ ասեմ ինֆրաստրուկտուրայի, շինությունների, շենքերի մասին ու հիմա ռազմական ոլորտում նոր ստրատեգիական տեսլական է մտել, որի հիմքը նրանում է, որ պետքա փոխգրավել մարդկանց մտքերը, ոչ թե մարդկանց ֆիզիկական մարմինները ոչնչացնել, այլ մտքերը։ Ոստեղ հարցը գալիս է արդեն կոգնիտիվ պատերազմը, ու կոգնիտիվ պատերազմը հիմա բոլոր պետություններում մշակվում է հենց ռազմական ոլորտում, հենց շտաբեր են, գլխավոր շտաբերն են դրանով զբաղվում։ Ու այդ ոլորտի ամենակարևոր բանը դա հասարակության անվտանգությունն է, հոգեբանական կայունությունն է ու ծրագիր, թե ոնց ես դու առաջ գնալու, ոնց ես քո թշնամու հետ հենց այդ պատերազմը, մտքային, նարատիվային պատերազմը դա եւ կոչվում, կոգնիտիվ պատերազմը կոչվում։ Ու դա լրիվ ուրիշ թեմա է, բայց կամաց ձեզ ուզում եմ բերեմ մեր թեմայի մեջ։ Ու իմ գիտական աշխատանքի մեջ ես զբաղվում եմ հենց այդ կոգնիտիվ պատերազմի մեթոդների մասին եմ հետազոտում, ինչ տեխնոլոգիաներ են Հայաստանի դեմ օգտագործում, ուր ենք մենք գնում ու ինչ են մեզ անելու կամ ինչ են ուզում մեզ անեն։ Սա պաշտպանողական անկյունից, բայց նույն ձևի ես աշխատանք եմ տանում, թե ինչ պետքա մենք անենք, որ հզորանանք, որ կանգնացնենք թշնամուն, ու այս թե ինչ պետքա մենք անենք, այս ծրագրի մեջ կա առանձին ուղղություն, դա կոչվում է իդեոլոգիական աշխատանք ու մեր իդեոլոգիական աշխատանքը իմ գիտական աշխատանքի մեջ կոչվում է քաղաքակրթական պետություն։ Ու ինչի համար է սենց կոչվում, որովհետև հիմա աշխարհում կա մի հատ լուրջ տենդենց, որի ժամանակ տարբեր պետություններ գնում են դեպի իրենց քաղաքակրթական իդեոլոգիան պատրաստելու ուղղությամբ։ Ուրեմն մի հատ հայտնի գիրք կա, Սամուել Խայթինգտոնի գիրքն է, դա ամերիկական գիտնականներից, լուրջ քաղաքագետ, նախագաների խորհրդատու, լուրջ մարդ է եղել, այդ մարդը 96 թվականին ինքը գիրք է գրել, որը կոչվում է քաղաքակրթական պատերազմների մասին։ Ու Խայթինգտոնն ասում է, որ ապագա աշխարհը լինելու է քաղաքակրթությունների պայքար, ոչ թե պետությունների, այլ քաղաքակրթությունների։ Շատ լավ, Կարեն ջան, որ կարդացել ես։
Ու Խայթինգտոնը ասում է նրա մասին, որ ապագայում լինելու են ոչ թե պետություններ, այլ լինելու են քաղաքակրթություններ։ Որ շատ այդ թեմայի մեջ չխորանամ, մի քիչ ձեզ ուզում եմ հենց այդ տերմինոլոգիան բացեմ, որ դուք պատկերացնեք, թե ինչ է նշանակում քաղաքակրթությունը։ Քաղաքակրթությունով զբաղվում են վերջի մոտ երևի 150-200 տարվա մեջ տարբեր գիտնականներ, հիմնականում բացում են թե պատմամշակութային բանը, բեքգրաունդը տարբեր ազգերի եւ պետությունների ու հստակ կա կրիտերիաներ, թե ինչ է նշանակում քաղաքակրթություն։ Դա առաջինը պատմություն, ոչ կտրվող պատմություն, երկրորդը մշակույթ, որն ունի այս կամ այն ազգը, երրորդը ճարտարապետություն, չորրորդը կառավարման մոդելներ, հինգերորդը հավատք, վեցերորդը դա ա, բանն է, ռազմական կառավարման մոդելներ ու սրանք ամենը եթե դու ունես, դու քաղաքակրթություն ես ու այդ քո քաղաքակրթությունը պետքա լինի շարունակական ու դու այդ տարածքում մի տարածքում պետքա ապրես դրա հետ այս ամենը ունենալով ու տարբեր գիտնականներ սրա մասին շատ են խոսում, մանավանդ մշակութային հիմքի մասին քաղաքակրթության մեջ, ու պատկերացնում եք աշխարհում այդքան մեծ քանակի պետություններ չկան, որոնք այս ամենն ունեն, ու դրանց քանակը 7-ից մինչև 11-ն է տարբեր գիտնականների մոտեցումով։ Ուրեմն ՄԱԿ-ում կա 5 քաղաքակրթությունների ասոցիացիա, որի մեջ մտնում է Հայաստանը։ Հայաստանին աշխարհն ընդունում է որպես քաղաքակրթություն, հայկական ազգին եւ Հայաստանին որպես պետություն, որը հայկական քաղաքակրթության կենտրոնում է, ամբողջ աշխարհն ընդունում է որպես քաղաքակրթության քաղաքակրթություն։ Այդպիսի քաղաքակրթություններն են այսօր Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պարսկաստանը, արաբական պետությունները, Ճապոնիան, Հարավային Կորեան, այդպիսի քաղաքակրթությունն են համարվում արևմուտքը միացմամբ արևմուտքը ու վերջ, էլ չկա։ Եվ մենք ու սրա հետաքրքիրը որն է, որ ուրեմն այդպիսի պետությունները ոնց որ Ռուսաստանն է, Չինաստանն է, Հնդկաստանն է, իրենք նոր քաղաքական կառավարման հիմնականում արտաքին քաղաքականությունը կառավարելու մոդելներ են ստեղծել ու իրենց պետական իդեոլոգիայի մեջ մտնում է իրենց քաղաքակրթությունը որպես գլխավոր հիմք ու որ պատկերացնեք Ռուսաստանն ունի ռազմական ստրատեգիական զարգացման ծրագիր, որտեղ Ռուսաստանը ներկայանում է որպես քաղաքակրթություն, որը կոչվում է Ռուսկի միր, չգիտեմ եթե չեք լսել, իմացեք, ու Ռուսկի միրը դա քաղաքակրթությունը, որը ոչ թե հիմնված է ռուսերի որպես ազգի 4 կողմը, այլ ռուսական մշակույթի վրա։ Ու իրենք ունեն տարբեր կառավարման մոդելներ ու մեթոդներ, օրինակ Россотрудничество, չգիտեմ Հայաստանում լսել եք թե չէ, դա կազմակերպությունը, որը ամբողջ աշխարհում բացվել է, ու այդ կազմակերպությունը զբաղվում է նրանով, որ ռուսական մշակույթն է տարածում, ու իրենք ռուսկի միրի անդամ ընդունում են բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են Россотрудничество օրինակ, ասում են մենք ընդունում ենք ռուսական մշակույթը, կարանք հանձնենք քննություն ռուսական պատմության եւ ռուսական լեզվի մասին ու դրա հիման վրա Ռուսաստանը որպես պետություն այդ մարդկանց ընդունում է որպես ռուսական քաղաքակրթության մի մաս ու հետագայում տալիս է քաղաքականություն ու դարձնում է իրենց քաղաքացիներ։ Նույն ձևի ծրագիր էլ ունի Հնդկաստանը, բայց ինքը մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Հնդկաստանն օգտագործում է իր պատմամշակութային փորձը, ինչ է նշանակում պատմամշակութային փորձ։ Պետությունը օֆիցիալ հաստատում է ռազմական ստրատեգիայում, որ ինքը ունի փորձ, պատմություն, ու այդ պատմությունը ակադեմիկական կողմից հաստատում են իրենք, ու ասում են, սա մեր պատմությունն է, ու մենք սրա ժառանգներն ենք, սա էլ մեր փորձն է, որը մենք ունեցել ենք որպես ազգ, որպես քաղաքակրթություն։ Դրանից բացի մշակույթն է հաստատում ու ասում է այսօրվանից հետո ինչ ես անեմ ապագայում
ինչ բիզնես ստեղծեմ, ինչ կառավարման հարաբերություններ ուրիշ պետությունների հետ ստեղծեմ, ես հիմնվելու եմ այն իմ անցած փորձին։ Որ պատկերացնենք ինչ է անում Հնդկաստանը, Հնդկաստանը երբ որ եղել է բրիտանական կոլոնիա, այդ ժամանակներում ինքը ունեցել է Բրիտանիան Հնդկաստանի միջոցով շփվելուց եղել արաբական պետությունների հետ, որովհետև այդ ժամանակներում արաբական պետությունները եղել են շատ թույլ ու Հնդկաստանը Բրիտանիան այդքան էլ հետները հարաբերություն չի ունեցել, ու այս դեպքում Բրիտանիան ասելուց եղել դե դուք գնացեք դրանց հետ շփվեք, մենք դրանց սկի մարդի տեղ չենք դնում, էլի որ պատկերացնեք ու հնդիկներն են Բրիտանիայի քաղաքանությունը արաբական պետություններում վարել։ Հիմա հնդիկները բրիտանական կոլոնիայի տակ չեն, իրանք գնում են արաբական պետություններ, ասում են հիշում եք այն փորձը, որը մենք ունեինք ձեր հետ, երբ որ բրիտանացիները ձեզ մարդի տեղ չէին դնում, մենք էինք ձեր հետ շփվում։ Արաբներն ասում են, հա, հա, հիշում ենք։ Ու հնդիկներն ասում են, դե հիմա եկեք շարունակենք դա։ Մենք չենք ուզում դրան նայենք, որ այն վաղ բրիտանացիները մեր վրա ճնշում էին, բլա բլա բլա, ասենց բաներ։ Մենք ուզում ենք այդ փորձն օգտագործենք, ու որ պատկերացնեք, այսօր արաբական պետությունները Հնդկաստանում ամենախոշոր ներդրողներից մեկն են, ու հնդիկների ու արաբական պետությունների հարաբերությունները այնքան բարձր է, որ Հնդկաստանը Իսրայելի մեկ էլ արաբական պետությունների միջնորդն է, պատկերացնում եք։ Ու սրանով Հնդկաստանը տարբեր մեծ պատմություն է ունեցել, այդ պատմության մեջ ունեցել է տարբեր հարաբերություններ եւ Սովետական Միության հետ, եւ Հայաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Ամերիկայի հետ, ու այդ փորձը տարբեր փորձեր ունենալով Հնդկաստանը հիմա փորձում է դիվերսիֆիկացվի իր արտաքին քաղաքականությունը։ Դրա համար Հնդկաստանը հրավիրում է եւ Ռուսաստանի նախագահին, շփվում է եւ Չինաստանի հետ, եւ Ամերիկայի հետ, ու դեռ գալիս է եւ Հայաստան։ Հնդկաստանը շատ ակտիվ փորձում է աշխատի Հայաստանի հետ, ոչ թե որովհետեւ Հայաստանը որպես պետություն իրենց համար հետաքրքիր է, այլ որովհետեւ իրենք ունեն տեսլական, ու այդ տեսլականը քաղաքակրթության տեսլականն է, ու Հայաստանին իրենք տեսնում են որպես քաղաքակրթություն, քանի որ մենք ունեցել ենք մեծ պատմական փորձ, հարաբերություններ, Մետաքսայի ճանապարհը կառավարելուց են եղել հայերը, իրենք ունենալով այդ փորձը հիշում են, ասում են այնտեղ կան մարդիկ, որոնց հետ մենք կարանք հարաբերություններ ունենանք, ոչ թե ազերների, թուրքերի, վրացիների հետ, այլ հայերի հետ ենք ունեցել, դրա համար Կովկասում մեր հարաբերությունները պետք է անենք իրենց հետ։ Սա մոտեցում է ու պետական մոտեցում է։ Նույն մոտեցումն ունի Չինաստանը, նույն Չինաստանն էլ ունի strategic mission plan ու դրա հիման վրա աշխատում է բոլոր իր արտաքին գործերի, ներքին գործերի քաղաքականությունը դրա հիման վրա է։ Որ պատկերացնեք, Չինաստանը ոչ թե մենակ հիմնվում է պատմության եւ մշակույթի վրա, այլ այսօրվա իր աշխատանքը հիմնում է հենց այդ քաղաքակրթական տեսլականով։ Օրինակ, դուք երևի նկատել եք, որ Երևանում լիքը չինական մեքենաներ են լցվել ու շատ կարճ ժամանակում, դա վերջի 5 տարվա մեջ Չինաստանը արդեն գրավել է ավտոմեքենաների շուկան, որը տարիներ շարունակ եղել է գերմանական արտադրանքի մոնոպոլիայի տակ, բայց այսօր Չինաստանը 5 տարվա մեջ գրավել է ամբողջ աշխարհի շուկան ու աշխարհին ներկայացնում է այնպիսի մեքենաներ, որ նույն գերմանական մեքենաները չեն կարող հետները մրցանակի դուրս գան։ Ինչի է դա տենց լինում, որովհետև Չինաստանը ունի քաղաքակրթական ստրատեգիա, որի հիմքում գրած է, որ Չինաստանը աշխարհն ուզում է գրավի, ներկայացնելով չինական տեխնոլոգիաները, որովհետև 500 տարի առաջ աշխարհի ամենաառաջի տեխնոլոգիաներն եղել են Չինաստանում։ Ու մենք հիմա պետքա վերականգնենք այս մեր մոտեցումը։ Ու այդ վերականգնելու համար պետությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են ավտոմեքենաների դրանքով, տալիս է տարբեր սուբսիդիաներ։ Սուբսիդիաները դա ֆինանսական օգնություն է, որը դու
պարտք չի, որ հետ տաս, այլ պետությունն օգնում է, որ դու դրանով զբաղվես, որովհետև դա շատ բարդ շուկա է, ուտեղ եկամուտ ունենալը շատ բարդ է, տեխնոլոգիական բարդ շուկա է, շուկան արդեն լցված է ուրիշ արտադրողներով։ Ու Չինաստանը որպես պետություն իր պետական մոտենալով օգնել է բոլոր արտադրողներին 5 տարի, որ այսօր այդ արտադրողներն արդեն շուկան գրավել են։ Ու Չինաստանը բացի օրինակ, այս մի օրինակ ձեզ բերեցի, երկրորդ օրինակ, բոլոր արևային պանելները, որ կան աշխարհում, արտադրվում է մենակ Չինաստանում։ Ու Չինաստանը այդ մոտեցումով այսօր Եվրոպայի էլեկտրոնական էլեկտրացանցերի անվտանգությունը գրավել է։ Հիմա եվրոպական պետությունների էլեկտրոնական ցանցերի կառավարման բոլոր process-ները եվրոպացիների ձեռքին չի, այլ չինացիների ձեռքին է, որովհետև եվրոպական էլեկտրոնական ցանցերը հիմա հիմնված են արևային պանելներին, բաներին, այդ քամու հենց այդ գեներատորներին, ու սրանք սաղ արտադրվում են մենակ Չինաստանում։ Ոչ թե չինացիները գալիս են այնտեղ կառավարում, այլ դրանց արտադրանքն է Չինաստանում ու Եվրոպան պետք է այնտեղից գնի ու երբ որ շոր նորոգելու հարց է պետք, չինական տեխնոլոգներն են գալի դրանով զբաղվում ու սրանով Չինաստանը իր ազդեցությունը տարածում է ամբողջ աշխարհով։ Չինաստանն ունի այսպիսի մոտեցում։ Ու սա քաղաքակրթական մոտեցում է ու սրա տարածմանը տարբեր մեթոդներ կա։ Օրինակ Ճապոնիան տարածում է բանի միջոցով, որ պատկերացնենք սուշի ռոլի սենց բաներ դուք սիրում եք, չէ՞։ Դուք գիտեք, որ Ճապոնիայում տես բան չկա։ Ես Ճապոնիայում մի ամսից ավել աշխատել եմ ու ճապոնական խոհանոցը շատ-շատ բարդ ու տարբեր խոհանոց է, ու այն ինչ մենք ստուգում ենք, ընդ չկա դա ժողովուրդ։ Ճապոնացիք դրա մասին սկի չգիտեն էլ, իրանք իհարկե ունեն սուշիներ, բայց ռոլեր, որը մենք ուտում ենք, չկա այնտեղ։ Այնտեղ կա լիքը ուրիշ համով բաներ, բայց սա չկա։ Ուրեմն սա Ճապոնիայի կառավարությունը որպես ծրագիր պատրաստել է ու ճապոնական մշակույթի մասին, ադոպտացվել է, ասենք, համաշխարհային մարդկանց հենց այդ համերի ընդունելու բանին, մոդելներին ու այս ուտելիքի խոհանոցի մոդելը որպես բիզնես պատրաստել է ու տարածել ամբողջ աշխարհ։ Ու հիմա մենք Ճապոնիա ասելով սուշի ռոլի ենք հիշում ու դրանով հասկանում ենք, որ դա Ճապոնիա, բայց դա ճապոնացիների հետ вообще կապ չունի։ Նույն ձևի Ճապոնիան իր ավտոմեքենաներով, ոնց որ հիմա Չինաստանն անում են վաղտել արել է Ճապոնիան, ու սա քաղաքակրթական մոտեցում է։ Ու այս ամենը բերում է նրան, որ հիմա ամբողջ աշխարհը գնում է քաղաքակրթության ուղղությամբ ու պետությունները, որոնք չունեն քաղաքակրթություն, իրանք պետքա դառնան ուրիշ քաղաքակրթական պետությունների մի մաս։ Ուրիշ ելք չկա։ Աշխարհի համաշխարհային գլոբալիզացիան բերում է նրան, որ դու պետքա դառնաս ինչ որ մի քաղաքակրթություն, կամ արևմուտքի քաղաքակրթության մի մաս, կամ ռուսական, կամ չինական, կամ պարսկական։ Պարսկական քաղաքակրթությունը շատ հետաքրքիր է, որովհետև հիմնված է Պարսկաստանը որպես պետություն ինքը իրականում ամենահին քաղաքակրթություններից է, ունի շատ բարդ ու հետաքրքիր մշակույթ, ու որ դուք պատկերացնեք, մենք պատմական ունեցել ենք քաղաքակրթություն, դա միջև քրիստոնեություն ընդունելն է, որի հիմքը եղել է զարաաստրիզմը, դա Աշուրամազդրա աստվածի ժամանակաշրջանի մասին եմ ասում, երբ որ մենք եւ պարսիկները եղել ենք մի քաղաքակրթության մեջ։ Ու այսօր Պարսկաստանը իր քաղաքակրթությունը հիմնում է շեիզմ, դա բանը իսլամական հավատքի ճյուղերից մեկն է, շեիզմի հիման վրա ու այդ իր մոտեցումը այնքան հզոր է, որ կարողանում է տարբեր ազգություններ, որոնք ապրում են Պարսկաստանի տարածքում, իրենց համախմբի ու այդ համախմբման միջոցով եւ ստեղծի արտադրանք եւ իրանք արդեն 30 տարի սանկցիաների տակ են, բայց կարողանում են արտադրանքներ ունենան, ռազմական արտադրանք ունենան, պրոդուկտները ներսի իրենց անվտանգությունը ապահովեն, ու դա նշանակում է, որ իրենք շատ հզոր քաղաքակրթություն են, որ կարողանում են եւ լուրջ կրթություն ունենան։ Դու գիտեք, որ ամենաշատ քանակի մարդիկ, որոնք գիրք են կարդում կամ բարձրագույն ավարտել, ինստիտուտներ են ավարտել, դա Պարսկաստանում է։
շատ կրթված ազգ է մեր հարևան պետությունը, որովհետև ինքը հինորեն ունի հենց այդ քաղաքակրթական գաղափարը։ Ու եթե դու աշխատում ես, դու պետք է հասկանաս, հիմա մենք որպես ազգ կանգնել ենք ընտրության դեմ։ Այդ ընտրությունը կայանում է նրանում, որ մենք պետք է ընտրենք, որ քաղաքակրթության մենք մաս ենք։ Ու ցավոք աշխարհը մեզ խոշոր ինչ որ պետություններ մեզ դրթում են, որ մենք ընտրություն անենք կամ ուղափարական, ռուսական ուղափարական ռուսկի միրի գաղափարը ու դառնանք իրենց մի մասը ու Սամուել Խայթինգտոնը, որի մասին Կարենը կարդացել է, ասում է, որ մենք ռուս ուղափարական քաղաքակրթության մաս ենք։ Կամ էլ մենք պետքա ընտրություն անենք Թուրանի մաս դառնանք, որը թյուրք գաղափարի բանա, ծրագիր է։ Իրականում ես ինչքան հետազոտում եմ այս թեմայով զբաղվում եմ, ես չեմ ընդունում, որ Թուրքիան որպես պետություն ունի ինքը քաղաքակրթություն է, իրականում կա թյուրքական քաղաքակրթություն, որը Թուրքմենիստանի հետ կապ ունի, ոչ թե Թուրքիայի հետ, ու մեզ բրդում են, որ մենք պետք է հենց այդ արհեստական թյուրանի գաղափարի մեջ մտնենք ու դառնանք իրենց քաղաքակրթության մի մաս։ Բայց ամենահետաքրքիրը նրանում է կայանում, որ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը մենք ենք։ Ու մեր տարածաշրջանից են քաղաքակրթությունները ծագել։ Ես չեմ ուզում հիմա մեր թեման անցկացնեմ մշակութային կամ պատմական ուղղության մեջ, որովհետև քաղաքակրթություն թերմինը Հայաստանում ցենց մի քիչ տոքսիկացված, փչացված, վատաբեկված, հա, ինչից, որովհետև մենք ունենք շատ քանակի աշխատանքներ գիտական, մշակութային, որտեղ խոսում են 40,000 տարվա մասին, չգիտեմ, 100,000 տարվա մասին, հայկական քաղաքակրթության մասին, երբ որ խոսում են, կամ էլ ասում են շումերներն են հայեր եղել, չգիտեմ, պարսիկներն են հայեր եղել, դեռ ընդ Պասխայի կղզի ժողովուրդներն են հայ, սենց բաներով հենց այդ հայկական քաղաքակրթության գաղափարը փչացված է։ Իմ մոտեցումը լրիվ ուրիշ է, ես ասում եմ քաղաքակրթության մասին որպես ռազմական ստրատեգիայի մասին, պետության առաջ գնալու մասին ու ազգի առաջ գնալու մասին, որի հիմքը դա պատմամշակութային փորձն է։ Բայց ուզած չուզած բերեք մի թեթև էքսկուրս անենք մեր քաղաքակրթությունով ու ասեմ իմ մոտեցում, իմ գիտական մոտեցումը, որով ես զբաղվում եմ, ինչու՞մ է կայանում։ Ուրեմն նայեք, բոլոր քաղաքակրթությունները աշխատում են տարբեր հորիզոնտալ ժամանակաշրջանում։ Հորիզոնտալ ժամանակաշրջանը ինչ է նշանակում։ Դա երբ որ քաղաքակրթությունը ծնվում է, օրինակ, վերցնենք հռոմական քաղաքակրթությունը։ Կա հստակ ժամանակաշրջան, մենք պատմությունից գիտենք, որ ծնվել է հենց այդ ժամանակաշրջանից։ Սկսել է աճել այդ քաղաքակրթությունը, աճելը մենք գիտենք, երբ է հռոմական քաղաքակրթության պիկը եղել։ Մեկը գիտենք դրանից հետո երբ է հռոմական քաղաքակրթությունը փլվել ու եկել հասել այն մի պահի, որ հիմա այդ հռոմական քաղաքակրթությունը դարձել է արևմտյան քաղաքակրթություն, լրիվ ուրիշ քաղաքակրթություն, բայց որը ժառանգել է հենց այս քաղաքակրթությունը, բայց մարդիկ ուրիշ են։ Հռոմացիները եւ այսօրվա արևմուտքի ժողովուրդը դրանք լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր մշակույթի տերեր են, բայց այս նոր քաղաքակրթությունը նոր մարդիկ, որոնք դա բարբարոսներն են, եկել են Հռոմի տարածքում իրենք բազմացել են ու Հռոմի քաղաքակրթությունը վերցրել են, ձևավորել, հիմա դարձրել են իրենցը։ Բայց դրանք լրիվ տարբեր մարդիկ են։ Սա կոչվում է հորիզոնտալ քաղաքակրթական զարգացում, երբ որ կա ծակ, աճ, պիկ եւ փլուզում։ Մեր քաղաքակրթությունը այդ ձև չի։ Մեր քաղաքակրթությունը սպիրալի նման է, այս հենց է ծագում։ Մենք ուղիղ հորիզոնտալ դաշտում չենք, մենք սպիրալի մեջ ենք ու որ պատկերացնեք, մենք ունեցել ենք 4 քաղաքակրթություն։ Առաջի քաղաքակրթությունը, բերեք անվանենք այդ քաղաքակրթությանը հայք։ Խի հայք, որովհետև առաջի քաղաքակրթության ժամանակ նույն մարդիկ, գենետիկորեն ոնց որ ես եմ, դուք եք, հայ մարդիկ ապրելուց են եղել նույն տարածաշրջանում, որը կոչվելուց է եղել հայկական լեռնաշխարհ, ու այդ տարածաշրջանում իրենք ունեցել են պետական մոդել, որի հիմքում եղել է
Հայկ Նահապետի կերպարը, որպես Աստծո կերպար, որ դուք չգիտեմ գիտեք թե չէ, դուք գիտեք, որ Հայկ Նահապետի մասին Աստվածաշնչում է գրված, գիտեք։ Իր անունը Աստվածաշնչում Համ Մելհեսեդեկ է։ համ նախաքրիստոնեական, համ քրիստոնեականում երկուս տեղում էլ Հայկի Նահապետի մասին գրվել է ու ներկայացվել է իր մասին։ Բրավո, բրավո, որ դու գիտես դա, ու Աստվածաշնչում Հայկ Նահապետի անունը Մելհեսեդեկ է, ու Մելհեսեդեկ բառը մենակ հայկական լեզվի մեջ կա։ Ու Հայկ Նահապետը դա առաջի հայկ բանը քաղաքակրթությունը եղել է հայ քաղաքակրթությունը։ Ասենք սա ընդունեցիք, չէ՞։ Մենք այդ ժամանակ ունեցել ենք մեր հատուկ ճարտարապետությունը, մեր պետական կառավարման մեթոդները, մեր բանակը, որը որի վրա հիմնվել է, որը անցել է երկրորդ փուլի, երբ որ ստեղծվել է 7-րդ դարին մինչև Հիսուսի ծնված թվերին Ուրարտու քաղաքակրթությունը։ Բայց մարդիկ նույնն են։ Մենք հայերս նույնն ենք, գենետիկորեն, տարածաշրջանը նույնն է, հայկական լեռնաշխարհն է, հայքից դարել ենք Ուրարտու ու բոլոր մտածելակերպը, որը եղել է հայքում, մենք փոխանցել ենք Ուրարտու։ Ուրարտուում էլ է եղել Հայք Բելի պատմությունը որպես մեր կենտրոնը, Ուրարտուում էլ է եղել Հայք Հայաստան բառը, ու դրանք տեղափոխվել է, մարդիկ էլ են մնացել նույնը։ Ուրարտուում մենք ստեղծել ենք նոր աստվածների հիմք, պանթեոն, նոր կրթական, կառավարման մեթոդներ, նոր բանակ ու դարել ենք նոր քաղաքակրթություն։ Հետո մինչև 300 թվերը Ուրարտուն որպես քաղաքակրթություն զարգացել է, աճել է, բայց 300 թվերին մինչև Հիսուսի ծնվելը Ուրարտուն որպես քաղաքակրթություն փլվում է, Ուրարտուի տեղը ծագում է Մեծ Հայկը քաղաքակրթություն։ Սա արդեն երրորդ քաղաքակրթությունն է, պատկերացրիք, չէ՞, բայց դա ոչ թե այս սենց հորիզոնտալ է, այս սենց սպիրալներով է աճում։ Հետո վերջում կասեմ խիա դա տենց ու խիա տենց կարևոր։ Ու այս սպիրալներով աճելով դեպի վերև Ուրարտուից հետո գալիս է Մեծ Հայքը, ու Մեծ Հայկը նույն Ուրարտուի գաղափարն է պահում, ճարտարապետությունն է փոխվում, նույն մարդիկ են, նույն ազգն է, նույն Մեծ Հայկի գաղափարն է մնում, Հայկ Նահապետն է մնում, ամեն ինչ նույնն է մնում։ Բայց հավատքն է փոխվում, մենք դառնում ենք զորոաստրիստներ, զորոաստրիզմի մասին դուք գիտեք թե չէ։ Գիտեք, դա հավատք է, որ մոնոթեիստական հավատք է, երբ որ ոչ թե բազմա պանթեոն ունես աստվածների, այլ ունես Աշուրա Մազդրայի կերպարը, դա մի աստված է, ու այդ հավատքի մեջ կա երկու աստվածներ, բարի եւ չար աստվածները, ու որ ընդհանուր պատկերացնենք, երբ որ դուք աշխատում եք ձեր վրա, փոխվում եք, լավ մարդիկ եք դառնում, դուք սենց սար եք բարձանում դեպի լավ աստվածին։ Երբ որ վատ բաներ եք անում, գլորվում եք, ընկնում եք վատ աստվածի ձեռը։ Սա ընդհանուր միտքը, որ պատկերացնեք, է սա, ինքը իրականում շատ հզոր հավատք է ու շատ խոր փիլիսոփայություն ունի, ու մեր ազգը դա այդ ժամանակ, որ դուք պատկերացրեք Զարաստրիզմը, Աֆղանիստանից մինչև Հունաստան այդ տարածքում եղել է Զորոաստրիզմ ու մեր ազգը հայ մարդը Զորոաստրիզմի մեջ հզորական ներդրում է ունեցել։ Զորոաստրիզմի տարբեր հոգևորականներ եղել են հենց հայկական ծագումով, Պարֆյան, Պարսկաստանը, Աֆղանիստանը, այսօրվա Տաջիկստանի տարածքը, մեր տարածքը, դրանք սաղ են զառաստրիստական կրոնի տակ։ Բայց դա մեր քաղաքակրթությունն է եղել։ Ու մենք դա մյուս սպիրալի սենց անցանք, չէ՞, բայց արդեն առաջի դարի մեջ հայկական գաղափարը, քաղաքակրթական, մեկ էլ պարսկականը իրարից սկսել է տարբերվել։ Ինչի է տարբերվել, որովհետև պարսկական մշակույթը իրականում մեզնից մի քիչ ուրիշ է, ու հենց այդ տարբերությունը նրանում է, որ մենք մի Աստծո զավակներ ենք ու հայքն էլ է եկել մի Աստծուց ու դա պատմամշակութային մնացել է ու Զարաստրիզմը երբ որ կամած անցել է բազմա աստվածների դաշտը ու դրա վառ օրինակը եղել է Նեմրութ սարը, որտեղ մեր թագավորներից մեկը Նեմրութ սարի վրա բազմա աստվածների բանն է սարքում, որ դուք չեք պատկերացրի դա ինչքան հզոր կերպար է, ես անցած տարի էքսպեդիցիա եմ ունեցել Արևմտյան Հայաստան, դու պրոստը չես պատկերացնում, թե դու ով ես։
Ու մենք իրականում մենք շատ հզոր ազգ ենք, որովհետև մեր տարածքը այնքան մեծ է եղել, որ դուք պատկերացնում եք, օրինակ Վանից մինչև Դիարբեկիր, Տիգրանակերտ 5 ժամուց ավել ճանապարհ է, ու այդ ճանապարհի ժամանակ քո աջ ձախ դաշտեր են։ Սև հողանի մեծ դաշտեր են։ Արարատյան դաշտը դուք պատկերացնում եք, չէ՞։ Հիմա բազմապատկեք 10-ի դա մշո դաշտն է։ Այդձև հզոր մենք բան ենք եղել, քաղաքակրթություն ենք եղել, ու դուք պատկերացնում եք вообще բանը Տիգրանակերտը, որը արդեն Ասորիստանի դեմն է, մեկ էլ Գանձակը, ինչքան հեռու է իրարից։ Ու մեր քաղաքակրթական կառավարման մոդելները այնքան հզոր են եղել, որ մեր թագավորները կարողացել են կառավարել իշխանների միջոցով Տիգրանակետից մինչև Գանձակը։ Ինչքան այդքան հեռու են իրարից, էլի այդ տարածքները։ Ուզում եմ, որ դուք մասշտաբները պատկերացնեք, ինչ դա մեծ քաղաքակրթություն է եղել։ Ու երբ որ հենց այդ մի աստծուց հեռանալու գաղափարը սկսել է արդեն զառաստրիստական մեջ մտնել, փիլիսոփական դաշտ մտնել, հայերը սկսել են բաժանվել պարսիկներից ու մենք սկսել ենք զբաղվել մեր քաղաքակրթությունով, առանձին քաղաքակրթությունով, դրա համար քրիստոնեությունը մեր համար դարել է փրկություն։ Մենք միանգամից ընդունել ենք քրիստոնեությունը, որովհետև մենք մինչ լինելով հայքի զավակը, հայք նահապետի զավակը, մենք մի աստծո որդի ենք եղել ու դրա համար մշակութային դա շուտ է ընկալվել։ Ու երբ որ մենք ընդունում ենք քրիստոնեությունը ու սկսում է Մեսրոպ Մաշտոցը սկսում է իր աշխատանքը տանել, այլ Մեսրոպ Մաշտոցից սկսում է հայկական քաղաքակրթությունը նոր վերջի սպիրալի 4-րդ հայկական քաղաքակրթության պատմությունը։ Հիմա մենք ապրում ենք 4-րդ հայկական քաղաքակրթության մեջ, որը կոչվում է քրիստոնեական քաղաքակրթություն։ Մենք արդեն քրիստոնեական քաղաքակրթության մեջ ենք, բայց մենք չենք կորցրել ոչ Հայկ Նահապետի պատմությունը, ոչ Ուրարտականը, ոչ Զարաստրիստականը, սրանք սաղ մեր մեջին է, մեր հեքիաթների մեջ է, մեր ավանդույթների մեջ է, մեր տեսերի մեջ է, մեր մենտալիտետի մեջ է։ Դուք կարաք ասեք, երբ որ ուզում եք մերժեք, ուզում եք ասենք չեմ գնալու, ո՞նց եք ասում։ Ասում եք, չէ, մի գնա, մի արա։ Դուք գիտեք, հենց այդ մի բառը, դա ուրարտական բառ է, որ օգտագործում ենք մենակ մենք։ Ու ուրարտական հենց այդ բառերը մենակ մեր մեջ է։ Գիտեք, շումերական 8 էպոս կա, 8 էպոսից 5-ի մեջ խոսվում է Արատա Հայասա պետության մասին։ Շումերական ու շումերները պատմում են, որ իրենք դուրս են եկել հենց այդ Հայասայից, Արատայից, դա Հայկի մասին եմ խոսում, մեծ Հայկի, Հայկ Նահապետի մեր քաղաքակրթական ժամանակաշրջանների մասին է այդ պատմությունը։ Ու այսպիսի լիքը կապեր կա եւ հрьяաներն են դրա մասին գրել եւ հուներն են գրել ու մեր քաղաքակրթության հենց այս փորձը մենք չենք կորցրել ու մենք դրա համար մենք այսենց բազմաշերտանի ենք մենք ով է սիրում Նապոլեոն տորթը հենց մենք Նապոլեոն տորթ ենք պատկերացնում եք Նապոլեոն տորթը դուք ասեն շերտ որ ուտում եք ինքը համով չէ բայց երբ որ կծում եք ինքը կարող է փլվի, բայց երբ որ կծում եք այդ ժամանակը մենակ ինքը համով դառնում։ Ես մի հարց ունեմ, կապված հայկական քաղաքակրթության մասին քրիստոնեական շրջանում։ Ինձ հետաքրքիր է ինչպիսին կլիներ հայկական քաղաքակրթությունը այսօր, եթե ժողովուրդը չընդուներ քրիստոնեությունը, ինչպես կազդեր դա մեր մշակույթի, արժեքների, հավատքի վրա ու արդյոք կկարողանանք պահպանել մեր առանձնահատկությունը, որը մեզ է բնորոշ։ Ռիբա ջան, ժողովուրդը չի ընդունել քրիստոնեությունը, ժողովրդին ժամանակաշրջանի մեջ ստիպել են ընդունի, այստեղ կարևոր բանը որն է։ Ուրեմն քաղաքակրթությունը սկսում է էլիտայից։ Էլիտան դա մարդիկ են, որոնք իրենց վրա վերցնում են ազգի շահերը պաշտպանելու միսիան։ Ու ազգը շատ դեպքերում չի հասկանում, ընդհանուր մասսան չի հասկանում, թե իր շահերը որն է, բայց այդ էլիտան է հասկանում ու վերցնում է իր վրա։ Ու մենք գաղափարով, մենք մենտալիտետով եղել ենք ազգ, որը մի աստծո որդի է։ Սա շատ կարևոր բան է։ Մենք բազմ աստվածային ժամանակաշրջաններում չենք կարողացել մեր տեղն ունենանք։ Դա համար մեզ քրիստոնեությունը շատ հեշտ է
ըմբռնվել ու ընդունել ենք հեշտ, որովհետև հենց այդ ֆակտորը եղել է մեր փիլիսոփայությունը, ազգային փիլիսոփայությունը հենց դրա մեջին է կայանում։ Ու երբ որ մենք դա ընդունել ենք, մենք քրիստոնեություն ընդունելուց հետո չորրորդ քաղաքակրթությունը չի սկսել։ Չորրորդ քաղաքակրթությունը, քրիստոնեական քաղաքակրթությունը, հայկական քաղաքակրթությունների մեջ սկսել է Մեսրոպ Մաշտոցի աշխատանքից հետո։ Մեսրոպ Մաշտոց ասելով ես տառերի մասին չեմ ասում, բերեք մի քիչ շակերտները բացեմ։ Իմ համար հայկական աշխարհում, հայկական հենց այս քաղաքակրթության մեջ կա 3 սուպերհերոս, որի մասին Marvel-ը կարա երազներում մենակ տեսնի։ Առաջի սուպերհերոսը դա Մեսրոպ Մաշտոցն է։ Ցավոք, Հայաստանում Մեսրոպ Մաշտոցի պատմությունը չգիտեն։ Մեսրոպ Մաշտոցը, որ դուք իմանաք, եղել է զինվոր, եղել է ազատների ցեղից, ինքը եղել է հսկայական ուժի մարդ, որը դարձել է հայկական բանակի, թագավորական բանակի ոչ թե հերոս, այլ ղեկավարը։ Ինքը զուգահեռ եղել է գիտնական, այդ ժամանակաշրջանի ամենախելացի մարդկանցից մեկն է եղել։ Բացի դրանից ինքը գնացել է հոգևոր կյանք մտել, հասկանալով, որ կա մենակ մի ելք էս աշխարհում, դա Աստծո հետ կապ ունենալն է։ Դուք պատկերացնում եք մասշտաբը այդ մարդու։ Ու այս մարդը կարողացել է համոզել եւ թագավորին, եւ կաթողիկոսին, որ մեր ազգը փլվում է, մենք որ պահպանենք մեր քաղաքակրթությունը, քրիստոնեության քաղաքակրթությունը, մեզ պետք են տառեր։ Ու ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք, դա եղել է ժամանակաշրջան, որտեղ քրիստոնեությունը հլա տարածված չի եղել, ու տարբեր ազգեր գալուց են եղել Հայաստան հարցնեն այդ խի ընդունենք քաղաքակրթությունը, սովորեցրեք մենք էլ ընդունենք։ Ու մենք այդ ժամանակ մեր տառերը կորցրած ենք եղել, ոչ թե կորցրած ենք եղել, այդ պատմություններն էլ է սխալ ասում, մենք գրելուց ենք եղել արամեական տառերով, ունեցել ենք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր տառերի մեթոդներ, բայց կոնկրետ այդ ժամանակաշրջանում, քանի որ մենք զառաստրիզմից հլա միջևերջ դուսեկած չենք ունեցել, մենք օգտագործելուց ենք եղել արամեական տառերը, որը հայկական պատմության մեջ կոչվում է դանիելական տառեր։ Ու Մեսրոպ Մաշտոցը հետազոտություն է արել, լուրջ աշխատանք է տարել ու ներկայացրել է մեր կաթողիկոսին, որ չէ, դա մեզ պետք չի, մենք պետքա նորը ստեղծենք։ Մեսրոպ Մաշտոցը աշխարհում եզակի մարդն է, որը արեստական տառեր է ստեղծել, որը միլիոն տոկոս համապատասխանում է լեզվան մտածելակերպի, այլ կոնկրետ հայ ազգի մեզ լեզվան մտածելակերպի, ու միանգամից դառել է մեր կարևոր մասը, սա սուպեր աշխատանք է, սենց բան աշխարհում ոչ մեկը չի արել։ Բացի դրանից, Մեսրոպ Մաշտոցը մենակ տառեր չի ստեղծել, լավագույն աշխատանքը, որը ինքը արել է, ինքը հավաքել է ուսանողներ, աշակերտներ, ու այս աշակերտներին տարել է ամբողջ աշխարհ մանացել, ու տարբեր կրթություն տվել դրանց, հետո երբ որ տառերը ստեղծել է, իրենց սովորացրել է այդ տառերով գրելը, բերել է Հայաստան, ու դա իրական պատմական դեպք է, երբ որ Մեսրոպ Մաշտոցը վերադարձել է, մի քանի օր ամբողջ Հայաստանը տոն է կազմակերպել, ամբողջ հայկական աշխարհներում տոներ են եղել։ Ու դա մեր համար եղել է շատ կարևոր բան։ Հենց հիմա մենք հենց այդ ճգնաժամի մեջ ենք, որի մեջ եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Ու դրանով երկրորդ օրը, որ այդ տոները ավարտել է, կերել, խմել, հանգստացել են, մենք սկսել ենք թարգմանել եւ Աստվածաշունչը եւ մնացած բոլոր գիտական աշխատանքները, որոնք եղել է Հայաստանում տարբեր լեզվով գրածները։ Ու հիմա կան գրքեր, որոնք մենք թարգմանել ենք ու դրանք պահպանվել են, բայց ուրիշ լեզուներում այդ գիրքը որտեղից թարգմանել ենք, այդ գրքերը չկան։ Ու այսա ունիկալ կերպար է, ունիկալ մարդու կերպար ու քաղաքակրթությունը հենց այդ ժամանականից է սկսել, որտեվ տառեր, մշակույթ, ոչ թե մենակ հավատքը, տառեր մշակույթ։ Ու սա Մեսրոպ Մաշտոցը իմ համար սուպեր հերոս է։ Այդ ձև հերոս չկա, Marvel-ը չի կարա տենց ֆանտազիա չունի տենց բան մտածի այդ մարդու կերպալը։ Ինքը հսկայական մարդ է եղել։ Երկրորդը դա Նարեկացին է։ Ես ձեզ շատ եմ խորհուրդ տալի, եթե ռուսերեն գիտեք, մի հատ գիրք կա, կոչվում է Огонь и плоть։ Այդ գիրքը գրել է մի հատ հրյա, որը զբաղվելուց է եղել Գրիգոր Նարեկացու
բիոգրաֆիայով ու ինքը նարեկն է թարգմանել տարբեր լեզուների ու բացի դրանից պատկերացնում եք մի օր ինքը սկսել է ձայներ լսել ու այդ ձայներով Գրիգոր Նարեկացու հոր եղբայրը սկսել են իրեն թելադրել Գրիգոր Նարեկացու պատմությունը, կյանքի պատմությունը։ Ու այս մարդը սկսել է գրել ավարտել է ու ինքնասպանություն արել, մահացել, որտեվ էլ չկարողացել ապրել։ Ու այդ գիրքը երբ որ կարդում ես, Գրիգոր Նարեկացին եղել է զինվոր, եղել է մեր պետության պահպանը, ինքը եղել է շատ խելացի գիտակից մարդ ու անցել է տարբեր դժվարություններով կյանքում, ինքը եկեղեցուց դուրս է եկել, գնացել ամեն դժվարություններ տեսնի, որ նոր դրանից գա հոգևոր դաշտ, դառնա Աստծո մարդ։ Իսկ երրորդ հերոսը իմ համար դա Ներսես Շնորհալին է, որի մասին նույն ձևի Հայաստանում շատ քիչ գիտեն ու վատ է դա։ Դուք պատկերացրեք մի մարդ, որին հռոմեական եկեղեցին խնդրում է, որ Ներսես Շնորհալին, լինելով հայկական եկեղեցու կաթողիկոս, լինի միջնորդ հռոմեական մեկ էլ բուզանդական ուղղափառական եկեղեցու մեջ։ Միաժամանակ բուզանդական եկեղեցին խնդրում է Ներսես Շնորհալիին, որ ինքը դառնա ներկայացուցիչ հռոմեական եկեղեցու դեմ։ Պատկերացնում եք։ Երկու մեծ կայսրություն խնդրում են Ներսես Շնորհալին, որ ինքը լինի դատավոր նրանց երկուսի մեջի վիճաբանության մեջ։ Դուք պատկերացնում եք, դա ինչ մասշտաբի մարդ է եղել, որ իրեն խնդրել են, որ ինքը դա դառնա։ Ու սենց մենք լիքը բաներ ունենք, իմ համար այս երեք մարդն են ու այսօրվա հայի հերոսական կերպարը ես տեսնում եմ այդ երեք մարդկանց մեջ, որովհետև դա զինվոր, հայրենասեր, խոր գիտելիքներ ունեցող, մեկ է հոգևորական մարդն է, որը մորալը դնում է առաջի տեղը, որը ունի պրինցիպներ, որը հասկանում է, որ թե դու որպես մարդ ինչ կարևոր միսիոն ունես այս աշխարհում։ Ու սրանով ես ուզում եմ մեկ էլ մի բան ասեմ ձեզ, ավարտելով ձեր հարցի պատասխանը, նայեք, մենք չենք եղել ստրուկների պետություն, որտեղ ստրուկներ են ապրել։ Ոչ մի անգամ հայկական քաղաքակրթության մեջ չեն եղել ստրուկներ։ Մենք ունեցել ենք տարբեր աշխարհներ, 15 աշխարհ։ Խիա դա տենց եղել, որովհետև մենք հայերս իրականում իրարից մենտալիտետով տարբերվում ենք։ Ու հայերեն լեզուն կան լեզվաբաններ, որոնք բաժանում են, որ հայերենը դա լեզուների խումբ է, որովհետև մենք 80-ից ավել դիալեկտներ ունենք, բարբառներ ունենք, բայց իրենք իրարից մտածելակերպով էլ են տարբերում։ Օրինակ, այստեղ կան արցախցիներ կամ սյունեցիներ, չկան։ Բան ես Արցախից եմ։ Ահա, Ռիմա ջան, գիտում ես, չէ՞, որ ասում են կրակել, վեճ, Իմամ։ լսել եք տես բան։ Ուրեմն Ուրեմն նայեք, Արևմտյան Հայաստանում, մեկ էլ Արևմուտքի Հայաստանում մենք խոսում ենք սկզբից մերժելը, հետո նոր բառը։ Բայց Արցախի կամ Սյունիքի բարբառում սկզբից բառը նոր մերժելը։ Դա մտածելակերպի ու մենտալիտետի հետ կապ ունի։ Ու սա նշանակում է, որ մենք լրիվ տարբեր բաներ ենք եղել, աշխարհները դրա համար է աշխարհներ են կոչվելուց։ 15 աշխարհը դա մեր քաղաքակրթության հիմքն է։ Այս վերջում գալու եմ նրան, թե ինչա գրված իմ դոկտորայինի պաշտպանման մեկ էլ ակտիվ աշխատանքի հիմքերի մեջ 15 աշխարհը հիշեցիք, չէ՞։ 15 աշխարհն ամեն մի աշխարհ ունեցել է իր մշակույթը, իր տոտեմը, իր պարը, օրինակ բերեմ ձեզ։ Սասունի քոչարին, գիտեք ոնց է։ Գիտեք, որ Սասունի քոչարին տարբերվում է օրինակ Վանի քոչարից, որովհետև Սասունի տոտեմը դա ցուլն է, ու սասունցիները քոչարի պարելուց ոտքով խփում են, իսկ վանեցիների տոտեմը դա կրունկն է, ու իրենք պարելուց ոտքի ծերին են պարում, ավելի թեթև են պարում։ Ու սա մտածելակերպ է, սա մշակույթ է։ Մենք հզոր քաղաքակրթություն ենք, որի մեջ եղել են
տարբեր աշխարհներ լինելով, այդ աշխարհները լինելով հայի կերպարի հիմքով, բայց մշակույթով, մենտալիտետով տարբեր լինելով։ Դրա համար ենք մենք հիմա էլ Հայաստանում այսքան տարբերվում ենք լոռեցիները, սյունեցիները, Վարդենիսի ապրող ժողովուրդը, Աբովյանի ապրող, ոչ թե մենակ լեզվով են տարբեր, այլ մենտալիտետով, մտածելակերպով էլ են տարբերվում, որտեղ մենք իրականում տարբեր աշխարհների ներկայացուցիչներ ենք եղել։ Սկզբից նախքան հայկական քաղաքակրթությանն անցնելը մի փոքր ոնց որ այս մասով խոսացիք, որ եթե երկրները չունեն հստակ ձևավորված քաղաքակրթություն, միանալու են այն երկրների քաղաքակրթությանը, որոնք արդեն ձևավորված են, բայց այդտեղ մի հատ հարց առաջացավ, եթե չունեն ձևավորված քաղաքակրթություն, այս ժամանակաշրջանում հնարավոր է նոր սկսեն ձևավորել ու չխառնվել այլ երկրների քաղաքակրթությունների։ Ոչ, անհնար է, որովհետև քաղաքակրթությունը դա ինչ որ բան չի, մարքեթինգային ստրատեգիա չի, որ դու նստում ես գրում ես ու ասում ես վաղվանից ես արդեն քաղաքակրթություն եմ։ Դա պատմամշակութային փորձ պետք է ունենաս։ Մեր հարևան թշնամի պետությունը Ադրբեջանը փորձում է տենց անի ու ինքը ստեղծում է դա տենց գիտություն կա կոգնիտիվ պատերազմը ինքը տարբեր դիսցիպլինաների բանը գիտություն է ու կոգնիտիվ պատերազմով զբաղվողները գիտեն որ կա գիտություն, որը կոչվում է նարատիվոլոգիա ու նարատիվոլոգիան դա երբ որ դու հենց այդ պատմություններն ես ստեղծում, հերոսների կերպարներն ես ստեղծում, սենց բաներով ես զբաղվում։ Վերջի 30 տարվա մեջ Ադրբեջանը միլիոններ է ծախսել, շատ լուրջ աշխատանք է տարել, որ ստեղծի հենց այդ քաղաքակրթական գաղափարը ու իրենք սկզբից եղել են Ատրապատենի ժառանգները, հետո դարել են պարսիների ժառանգները, հետո դարել են թուրքերի ժառանգները, հետո հայտարարել են, որ իրենք բանը տանգրի կա, սենց հավատ կա, ինքը շամանիզմի ուղղությունն է, հետո հայտարարել են, որ իրանք տանգրիներն են, ու սենց լիքը բաներ, ու միջև մեջ չեն կարողանում կողմորոշվել։ Իրենք, եթե սենց գնա, կարող է գա պահ, որ ստեղծեն այդ ձև քաղաքակրթություն, բայց քաղաքակրթությունը ինքը միստիֆիկացիայի հետ կապ բան է, որովհետև ամեն ինչ չի, որ պատմությունով դու կարողանում ես պատմել, այստեղ կա էներգիայի հարց, այստեղ կա ազգի գենետիկորեն հիշողության հարց, ու իրենց ազգը եղել է միշտ թափառականների ազգ, դրա համար իրենց համար դժվար ու թափառականները ես դա վատ բանով չեմ ասում, դրա համար իրենց փորձը չի կարողանում մշակույթի ձևավորվի, էս է խնդիրը։ Բայց մենք հիմա իրականում պետքա որոշում կատարենք, եթե չկատարենք վատ է լինելու ու վերջում կասեմ, թե ես ինչ առաջարկ ունեմ, մեր որոշումը որը պետքա լինի։ Իրականում հարցս քիչ չգիտեմ հարցա թե ինչա, բայց ավելի ինձ ուրիշ ձևով է։ Այս քաղաքակրթությունը մենք ունենք, այսքան զարգացել ենք, որ թվարկեցիք էլ ոնց ասենց այդ բարձրանում բուր կա, ոնց է այդ սպիրալները, ու մենք դրա մասին գիտենք, խոսում ենք, պատմում ենք, ունենք գրավոր, բայց արդյոք կարողանում ենք ներկայացնենք աշխարհին ոնց կա ինքը ու փոխանցենք այդ մեր ունեցածը, որ ընկալվի ու հասկացվի, որ այդքան մենք ամենահին քաղաքակրթություններից մեկն ենք, որովհետև հիմա թեկուզ եւ Ադրբեջանը դրա դեմ ահագին գործողություններ է անում ու արդյոք պատասխանը կամ մեր կողմից ինչ որ գործողություններ արվում են, որ աշխարհը ընկալի նենց, ոնց մենք կանք, ոնց եղել ենք, թեև կարող է լինի այնպես, որ ոչ միշտ ընկալվի ոնց կանք, բայց համենայն դեպս գոնե մեր քաղաքակրթությունը, որը այսքան հին է, ինչ որ ձև իրա մասին իմաց տանք, արդյոք ներկայիս վիճակը ու այն ինչը որ կարենք անենք իրար համապատասխանում են։ Այս մասով ինչ բան մտքեր ունեք Ինձ դուք։ թվում է դու արդեն քո հարցի մեջի պատասխանը Դրա համար սկզբից ասացի մի քիչ վստահ չեմ հարցը ինչ։ ես էլ social engineering ես ուզում իմ հանդեպ անես, իհարկե ոչ, մենք չենք կարողանում ճիշտ ձևի ներկայացնենք, քիչ ենք կարողանում ներկայացնենք, որովհետև առաջինը մենք ազգովի չենք ընդունել, որ մենք քաղաքակրթություն ենք, մենք հիմա մոլորված ենք։ Ուրեմն կա այսպիսի տերմին սոցիոլոգիայի մեջին, հիշում եք, չէ՞, ես ասացի, որ սոցիոլոգիական գիտության տեխնացու եմ, ու սոցիոլոգիայի մեջին այդպիսի տերմին կա, կոչվում է խռանատոպ։
Խրանատոպը դա ֆիքսացիան է ժամանակի մեկ էլ տարածաշրջանի ես երկու պատկասեք XY ժամանակ եւ տարածաշրջան ու խրանատոպը դա ազգի բանը տեղը ժամանակի ու շրջանի մեջ ու ամեն ազգ տարբեր ժամանակում տարբեր շրջանում տարբեր խրանատոպի մեջ է բայց մենք Սա համապատասխանում է, երբ որ դու հորիզոնտալ քաղաքակրթություններ ես հետազոտում, այդ ժամանակ հեշտ է, ասենք հասկանում եք, չէ՞, էլինները բանը, չգիտեմ, 2000 տարի առաջ Աֆինում որտեղ են եղել ու ինչ ժամանակաշրջանի մեջ է։ Հիմա դա հեշտ է։ Մենք կարանք գիրքը բացենք, գտնենք ու հասկանանք, որտեղ են իրանք եղել։ Բայց մեր ժամանակաշրջանում դա չի աշխատում, որովհետև մենք սպիրալ ենք, հասկանում եք, իսկ սպիրալին դու պետքա 3D մոդելով նայես, այդ ժամանակ ամեն ինչ բարդանում է։ Դրա համար մենք հիմա դուք մի քիչ առաջ ընկաք, էլի իմ բանից, բերեք մի քիչ էլ ես առաջ գնամ, որ լավ հասկանաք իմ պատասխանը։ Նայեք, մենք հիմա ապրում ենք քրիստոնեական քաղաքակրթության մեջ, բայց արդեն 300 տարի է, որ հայկական քրիստոնեական քաղաքակրթությունը շատ լուրջ կրիզիսի մեջ է։ Ու այդ կրիզիսը նրանում է կայանում, որ մենք դա սկսել են այն ժամանակ, երբ որ մխիթարիստները տեղափոխվել են արևմուտք ու մխիթարիցիները գնացել են Եվրոպա ու փորձել են ընդեղից մեր մշակույթը մի քիչ ձևափոխեն, ընդունելով եվրոպական մշակույթը ու մենք արդեն 300 տարի կրիզիսի մեջ ենք, մեր հայկական քրիստոնեական մշակույթը կրիզիսի մեջ է։ Մենք եղել ենք միսիոներներ, երբ որ քրիստոնեությունը տարբեր տեղեր տարածել ենք, մենք մեր մշակույթը տարածել ենք, բայց կանգնել է դա, արդեն 300 տարի չի աշխատում։ Ու տարբեր մարդիկ այս 300 տարվա մեջ դա Նալբանդյանից սկսած ուրիշ հայ մեծերից վերջացրած փորձելուց են եղել գտնեն թե օքեյ մենք ինչ պետք անենք որ այս նոր բանը էտապ անցնենք ու խնդրեմը նրանում է ես իմ բանն եմ ասում իմ հետազոտությունների պոզիցիան եմ ասում խնդրեմը նրանում է որ մենք փորձում ենք արդեն 300 տարի Արևմուտքի քաղաքակրթական պրինցիպները copy paste-ով բերենք մեր մոտ, բայց դա չի աշխատում տենց հասկանում եք։ Մենք ուրիշ ժամանակաշրջանում ենք ապրում։ Ու քանի որ մենք հիմա փորձում ենք արդեն 300 տարի հորիզոնտալ դաշտում մեր տեղը գտնենք, դրա համար հայկական լեզվաբանության մեջ սա բան շփոթվել է։ Մենք ասում ենք 2 օր հետո կհանդիպենք 10 տարի անց 2 օր, նայեք, 2 օր հետո բառը մենք օգտագործում ենք ապագայի մասին ասելու համար։ Պատկերացրիք, չէ՞, թե չհասկացաք ինչ եմ ասում։ Մեր խրանատոպը փլվել է, որովհետև մենք ուզում ենք հորիզոնտալ մտածելակերպով հասկանանք, թե մենք ուր պետքա գնանք, բայց մենք տենց չենք, մենք պետքա սպիրալով գնանք։ Ու եթե դու ուզում ես մյուս էտապ անցնես, հիշում եք, որ ասեցի Ուրարտները հայկինն են վերցրել, մեծ հայկը Ուրարտների ու հայկինն է վերցրել, քրիստոնեականը Ուրարտներին հայկինը ու մեծ հայկինն է վերցրել։ Մենք կարանք առաջ գնանք, երբ որ վերցնենք հենց այդ անցյալը, չմերժենք դա, չհրաժարվենք դրանից, հիմնենք դրա վրա ու տանք աշխարհին նոր գաղափար։ Հիմա աշխարհը ապրում է շատ լուրջ ճգնաժամի մեջ, դա գլոբալիզմի ճգնաժամն է, երբ որ լիբերալիզմը եղել է դեմոկրատական ինստիտուտների փիլիսոփայությունը ու աշխարհին լիբերալիզմը տարածել է որպես վերջին զարգացման գագաթնակետ, բայց հիմա դա ճգնաժամի մեջ է աշխատում, որովհետև լիբերալիզմով տարբեր արևմտյան հասարակությունը հիմա կրիզիսի է եկել։ Ու դեմոկրատիան էլ է նույն ձևի կրիզիսի եկել։ Բայց մենք փորձում ենք վերցնենք այդ մոդելը ու copy paste-ով դնենք մեզ, չհետազոտելով հայկական աշխարհների կառավարման մեթոդները, իշխանական կառավարման մոդելները։ Մենք վերցնում ենք արևմուտքի իրավաբանական համակարգը ու copy paste-ով մեր մոտ օրենքներ ենք ստեղծում, չհետազոտելով գոշական իրավաբանությունը, Մխիթար Գոշի իրավաբանությունը։ Մենք ուրիշինը փորձում ենք դնենք, դրա համար մեր մոտ ոչինչ բան չի ստացվում։ Քաղաքական մոտեցում, սա ես միստիֆիկացիա չեմ ասում, դա բոլոր պետությունները տենց են աշխատում։ Չինաստանը հիմա լինելով կոմունիստական պետություն,
որտեղ գլխավոր պետական իդեոլոգիան դա կոմունիզմն է, վերցնում է Կոնֆուցիի գաղափարը ու այդ Կոնֆուցիի գաղափարի հիման վրա փիլիսոփայությունը հիման վրա ստեղծում է իր պետական մոդելները, պետական կառավարման ձևերը։ Հիմա մենք, եթե մեր մշակույթը չվերականգնենք, մենք կործանվելու ենք կամ պետքա դառնանք արևմտյան քաղաքակրթության մաս, որը մեզ չի էլ ուզում ընդունի, կամ դրա համար մեր հիմա ընտրությունը մնացել է ուղղափառական ռուսական կամ թուրքականի մեջ։ Ու հենց այս եթե սենց նայենք, դրա համար մենք կարանք մյուս этаպի մեջ մտնենք։ Խնդիրը սրանում է կայանում ու սա կարաս անես մենակ քո պատմությունից չհրաժարվելով եւ լավ բաներից եւ վատ բաներից չհրաժարվելով հիմնվես այն մշակույթի, այն փորձին, որոնք դու ունեցել ես, ու դրա հիման վրա ստեղծես ապագայինը։ Ու ապագան դա որն է։ Նայեք, մենք ունենք լիքը բան, որը կարանք աշխարհին տանք։ Առաջինը, նայեք, մենք եզակի մենտալիտետ ունեցող մարդիկ ենք աշխարհում, որոնք հասկանում են տարբեր մշակույթներ ենք մենք հասկանում։ Մենք եւ արևմտյան մշակույթն ենք հասկանում, եւ ռուսական, եւ պարսկական, եւ արաբական, հայ մարդու համար արաբական մշակույթը ոչ մի դիսկոմֆորտ չի բերում, բայց ֆրանսիացու համար բերում է։ Մենք կարող ենք լինել հենց միջնորդը տարբեր քաղաքակրթությունների մեջ։ Սա շատ կարևոր բան է։ Մենք չունենք իսլամի հետ կոնֆլիկտ, մենք չունենք բուդդիզմի հետ կոնֆլիկտ, մենք չունենք կաթողիկական փիլիսոփայության հետ կոնֆլիկտ։ Մենք կարանք դառնանք տարբեր դիսկուրսների կենտրոն։ Սա ես ձեզ հլա փիլիսոփայության մասին եմ ասում։ Եթե մենք կարողանանք վերականգնենք հայկական իշխանների կառավարման մոդելները ու հասկանանք որն է ճիշտը, մենք աշխարհին կարանք տանք նոր դեմոկրատիայի մոդել, որը հիմա կրիզիսի մեջ է, որտեղ հիմա ամբողջ աշխարհը գնում է ավտորիտարիզմի մոդելների կառավարման ձևերը, բայց մենք ունենք իշխանական մոդելները, որը շատ հստակ հազարավոր տարիներ աշխատել է ու ցույց է տվել արդյունավետություն։ Մենք դրանով չենք զբաղվում։ Ու մենք պետք է այնպիսի մոտեցումով աշխատենք, որ դաժե բիզնես ծրագրերը, որը Հայաստանում են ստեղծվելու, դրա հենց այս մոտեցումով քաղաքակրթական մոտեցումով լինեն։ Բացի դրանից, մենք պետք է հասկանանք, որ հայկական քաղաքակրթությունը շատ հզոր է ու հայկական քաղաքակրթության վերև արևը չի մարում 24 ժամ։ Պատկերացրեք, հայկական սփյուռքը, որը ապրում է Ավստրալիայում, ինքը մեր քաղաքակրթության մաս է։ Եվ Նյու Յորքի սփյուռքը, որը ապրում է Նյու Յորքում, մեր քաղաքակրթության մաս է։ Մեր քաղաքակրթության վերև արևը չի մարում, մենք այդքան հզոր ենք, բայց այս մոտեցումը պետք է լինի ու սա, եթե դու ճիշտ ես հետո սկսում օգտագործես, այս ցանցը դառնում է քո համար շատ լուրջ միջնորդական ինստրումենտ, որի միջոցով դու կարաս շատ բան աշխարհին տաս։ Ուրեմն քաղաքակրթությունը դա մենակ մշակույթ պատմություն չի, այլ դա աշխարհին տալու մոդելներ է։ Իրականում այնքան հարց չգիտեմ, որը տամ։ Այս ձեր վերջի ասածը կուզեի մի հատ հասկանալ, որ ասացիք երկու այլընտրանք կա, մեկը ռուսական, մեկը թուրքական քաղաքակրթություն է։ Ես այն նկատի ունեմ, որ մենք որպես ազգ եւ առաջինը որպես պետություն պետքա դառնանք այդ երկու քաղաքակրթությունների մի մաս, եթե չենք ստեղծում մեր քաղաքակրթությունը։ Ու վերջ։ Դա ինձ պարզ էլ ոնց լինի, Կարեն ջան։ Համաձայն եմ։ Մեկ էլ այդ ձեր վերջի ասացի հետ էի համաձայն, որ հայկական քաղաքակրթությունը կարա դառնա ինչ-որ միջնորդ քաղաքակրթություն երկու արևելյան ու արևմտյան պետությունների միջև, որովհետև միշտ այդպես է եղել ու հիմիկվա այս արևմտյան քաղաքակրթությունը որ կա, իր, չգիտեմ, նորմերը եւ այլն, նաև կարանք ասենք, որ մենք առաջինն ենք եղել որպես քաղաքակրթություններ, որ այդ նորմերը ունեցել ենք, այսինքն այդքան էլ նոր չեն իրենց այդ մարդկային իրավունքները, մարդու իրավունքները, այսինքն մենք Կարեն ջան, այստեղ հարցը նրանում չի, թե մենք ինչ կասենք, որովհետև դա արդեն ակադեմիկական մոտեցում չի։ Հա, կարանք ասենք, մենք ամենտեղ առաջինն ենք եղել։ Հիմա դու պետքա տաս, արդեն եկել է պահ, որ եթե մենք աշխատենք ու տանք, ու ես հեսա կամաց կանցնեմ նրան, թե
ես թիմով անում եմ, կամ պետքա տաս, կամ էլ լռի ու գնա Թուրանի Մազդար, այնտեղ էլ ամեն ինչ օքեյ, հավատացեք, Արևմտյան Հայաստանում ապրում է 5 միլիոն հայ, 5 միլիոն, իրանք լրիվ օքեյ է։ Գլենդելում էլ են ապրում հայեր, լրիվ օքեյ է իրենց համար։ Ռուսաստանում ես մեծացել եմ մի համայնքում, որտեղ կես միլիոն հայ է ապրում ու այդ համայնքը արդեն 300 տարի գոյատևում է։ Սա երբ որ դու բաժանված ես, իսկ ես ասում եմ քաղաքակրթական մոտեցման, երբ որ դու ես բոլորին կարողանում ես համախմբես իդեոլոգիայի տակ։ Հիմա մեզ պետք է հենց այդ իդեոլոգիական գաղափարը ու հայկական քաղաքակրթությունը իմ կարծիքով կարող է դառնա համախմբող մեր գաղափարը ու կապ չունի թե հայ ապրում Ավստրալիայում, թե Հայաստանում, երբ որ ինքը հենց այդ քաղաքակրթության տերն է ու այդ ձև է մտածում, դու իրան հետ արդեն աշխատում ես ու դու իրան ուրիշ սահմաններ չես դնում ու ես հեսա եթե հարց չունես կանցնեմ թե մենք ինչ ենք անում ու հենց այդ աշխատանքը որ տայել ենք հիմա ոնց է սահմանափակում հայ մարդուն։ Ես ճիշտ ասած երկու հարցնեի, ցենց արագ ասեմ, իսկ թվում է մեկը էլի առաջ գնալու հետ է կապված, այս մեկը ներկայիս հենց խոսակցության հետ է կապված, իշխանական համակարգի մասին ասեցիք, դա երբ իշխանն էր կառավարում երկիրը, դրա մասին է խոսքը։ Իշխանը կառավարելուց եղե աշխարհին։ Իսկ աշխարհները ունեցել են ուրիշ ղեկավար, թագավորական ղեկավարն ա եղել։ Ու սա կոնֆեդերացիայի գաղափարն է, որը հիմա Եվրոպան նոր փորձում է Եվրամիության մեջ ստեղծի։ Ու դա եղել է սրանից 1000 քանի տարի առաջ, հազարավոր տարիներ առաջ, մեծ հայկից է դա հելա սկսել։ Դու դա չես օգտագործում, իմ ասածը դրանում է։ Դու գնացել ես էլինականն ես վերցնում, հռոմականն ես վերցնում, երբ որ հռոմական քաղաքակրթությունը մեր թշնամական քաղաքակրթությունն է։ Հռոմականը ստեղծվել է մեր դեմ։ Ոնց որ անցնի, չգիտեմ, 100-200 տարի, մենք ասենք, չէ, բա թուրքական մշակույթ ամենալավ մշակույթն է, մենք պետքա գնանք վերցնենք։ Այս հրա մասին է խոսքը։ Դրա համար դա մեզ չի համապատասխանում, միտքս դրանում է։ Ու որ մենք չգիտենք մեր ազատների ջոկատի մասին, թե որ ազատների ջոկատը ոչ մի անգամ չի պարտվել։ Մեր պատմության մեջ ազատները չեն պարտվել։ Հայկական ձիավորական ուժերը ոչ մի անգամ չի պարտվել։ Դրա մասին, երբ որ դու չգիտես, չես վերականգնում ունենում ես լուրջ խնդիրներ։ Հիմա նայեք, լավ, ժողովուրդ, բերեք ժամանակը երկար չձգենք, անցնենք բուն թեմային։ Ես զբաղվում եմ ինչով, ես թվայնացնում եմ հիմա հայկական աշխարհը, հայկական քաղաքակրթությունը։ Ու ինչ ենք մենք անում։ Ես մի թեթև թիմ ունեմ, որի մեջ մտնում են եւ հին մեմցիները, որոնք հիմա ուսանող են, ու մենք փորձում ենք ունենք արդեն հատուկ հարթակ, որտեղ հավաքում ենք հայկական քաղաքակրթության թվային մոդելը, ու դա ոչ թե վիրտուալ մոդել, այլ թվային մոդել է։ Տարբերությունը նրանում է, որ սա իրականությունն է, մենք պրոստը կոմունիկացիոն սիստեմաներն ենք սարքում։ Հայկական քաղաքակրթությունը իմ գիտական մոտեցմամբ տարբերվում է երկու մասի։ Առաջին մասը կոչվում է հայկական աշխարհ։ Երկրորդ մասը կոչվում է հայկական լանդշաֆտում, հայկական լեռնաշխարհում ապրող բոլոր ավտախտոն ազգերի մասը։ Ուրեմն հայկական քաղաքակրթության մեջ մտնում են ավտախտոն ազգերը դա հին ազգերն են, որոնք միշտ ապրել են մեր կողքին, մեր լեռնաշխարհում, հայկական լեռնաշխարհում ու եղել են մեր քաղաքակրթության մասը։ Մենք իրենց մշակույթ ենք տվել, կառավարման մոդելներ ենք տվել, պար, ամեն ինչ տվել ենք ու կարելի ասած քուրդերը մտնում են հայկական քաղաքակրթության մեջ, բայց քուրդերը իրենցով քաղաքակրթություն ոչ մի անգամ չեն ունեցել, իրանք դա ընդունել են ու քուրդերը իրենցով շատ բարդ են, իրենք սենց շատ ճակերտավոր կարելի է ընդհանուր ազգ համարել, որովհետև ներսում իրենք շատ բաժանվածներ են, բերեք դրա համար ես սենց այդ քուրդերի մասին ասեմ։ Այն քուրդերը, որոնք ապրում են ու ապրել են հայկական լեռնաշխարհի մեջ, իրենք եղել են հայկական քաղաքակրթության մաս։ Ու ես քուրդերի հետ շատ եմ աշխատել, շատ եմ իրենց այդ հարաբերությունների մեջ, ու որ դուք պատկերացնեք, քուրդական երգերի հիմքերը դա
հայկական մոտիվներն են, հայերն են իրենց համար գրել։ Այսօրվա քուրդական ջոկատների մեջ կան մեծ քանակի հայկական ջոկատներ, որոնք արևմտյան Հայաստանից են, միացել են քուրդական ջոկատների մեջ։ Օջալանը, որը այսօրվա քուրդերի առաջնորդն է, ինքը հայա ծագումով իր ազգանունը Օջալյանն է։ Բացի դրանից Օջալանի քուրդական պետության մեջ դա ոչ թե Քուրդիստանը ոչ թե հայերի քուրդերի, այլ քուրդ հայերի պետությունն է։ Ու սենց լիքը բաներ կա, որ դրանով չխորանանք, բերեք բանը սահմանափակ ասենք, որ քուրդերը հայկական քաղաքակրթության մի մաս են։ Բացի դրանից հայկական լեռնաշխարհում միշտ ապրել են ուդինները, միշտ ապրել են զազերը, դրուզները, լեզգինները, թալիշները, ասետինները միշտ ապրել են հայկական լեռնաշխարհի մեջ, պամակները միշտ ապրել են տենց մոտ 15 ազգություն կա, որոնք ապրելուց են եղել մեր լեռնաշխարհի մեջ ու միշտ դարեր շարունակ ունեցել են մեր հետ ուղիղ կապ ու մենք իրենց համար եղել ենք քաղաքակրթություն, պետություն, որը իրենց մշակույթ է տվել։ Այսօրվա այդ ազգերի մեծամասնությունը, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանում, իրենք թուրքական պետությունից ոչ մի մշակույթ չեն ստանում։ Իմ էքսպեդիցիայի ժամանակ ես արդեն հասկացել եմ, որ այնտեղ մենք ունենք մոտ 5 միլիոն հայ, որոնք ազգությունը ինքը սոցիոլոգիա է, դա մտածելակերպ է, ոչ թե գենետիկա, այլ մտածելակերպ է։ Հիմա եթե դու այդ մարդկանց ճիշտ մտածելակերպ տաս, իրենք քո քաղաքակրթությունը կընդունեն, որովհետև Թուրքիան որպես պետություն իրենց ոչ մի քաղաքակրթություն չի տալի։ Թուրքիան մենակ այնտեղ մսկիթներ է սարքում, ոչ կրթական մոդելներ է տալի, ոչ կառավարման մոդելներ է տալի, ոչ այդ մարդկանց համախմբում է, ոչ մշակույթ է տալի։ Դրա համար այդ ազգերի մեծամասնությունը հիշողությունով հիշում են, որ մենք ենք քաղաքակրթությունը։ Դրա համար Թուրքիան որպես պետություն չի բացում Հայաստանի հետ սահմանները, որովհետև գիտի, երբ որ բացի ունենալու է լուրջ մշակութային էքսպանսիա, որ պատկերացնենք դա ոնց է աշխատում։ Ես որպես մասնագետ, եթե ունենայի տարեկան 10 միլիոն դոլար բյուջետ, ունենայի պետական աջակցություն ու անվտանգություն, ես Թուրքիայի Արևմտյան Հայաստանը 10 տարվա մեջ կգրավեի։ Ունդեղ մարդիկ կգային, կստանան հայկական քաղաքացիություն, մեկ էլ կանցներ 10 տարի կհայտարարեն, որ Արևմտյան Հայաստանը միանում է Հայաստանին։ Դա իսկ խիսենց ձեզ ասեցի, որ դուք պատկերացնեք, որ մենք այդ բազան այնտեղ ունենք։ Բայց սա մեր քաղաքակրթության ցենց փոքր մասն է, մեր քաղաքակրթության հիմնական մասը կոչվում է հայկական աշխարհ։ Այ հայկական աշխարհը ինք իրանով շատ բարդ սուբստանցիա է, որի առաջի ու կարևոր տեղը դա Հայաստանի Հանրապետությունն է, դա հայկական քաղաքակրթության կենտրոնն է։ Ու Հայաստանի Հանրապետությունը մենք հիմա ոնց ենք թվայինացնում, ասենք ես վերցնում ենք այս ավտոխտոն ազգերի հեղինակների կոնտակտները, իրանց բաների, առաջնորդների, ՀԿ-ների, հոգևորական կոնտակտներու ցանց ենք սարքում, էլի։ Իսկ մեր հայկական աշխարհը բաժանում ենք 4 մասի։ Առաջի ամենակարևոր մասը դա Հայաստանի Հանրապետությունն է, որի մեջ մտնում է հայկական պետական մարմինները, ՀԿ-ները, մտնում են առաջնորդները, որոնք Հայաստանում են կուսակցությունները, սա մեր քաղաքակրթության մի փոքր մասն է։ Երկրորդ մասը դա սփյուռքային օֆիցիալ սփյուռքային, որոնք օֆիցիալ իրենց վրա վերցնում են հայերի ներկայացուցությունը։ Պատկերացրիք, չէ՞։ Հիմա մենք դա էլ ենք թվայինացնում, հենց այս ցանցի մեջ ենք դնում, դա ինչ է նշանակում թվայինացնում ենք, վերցնում ենք ռուսական, օրինակ Մոսկվայի սփյուռքի կոնտակտները, ղեկավարի կոնտակտները, իրենց սոցցանցերի կոնտակտները, վեբսայթը, ու սա մեր ցանցի մեջ մտնում է։ Երրորդը դա հայկական community-ն է, որովհետև մենք դրսում ունենք ոչ թե մենակ օֆիցիալ սփյուռքային կազմակերպություններ, մենք ունենք համայնքներ, որոնք ձևավորվում են տարբեր նպատակներով։ Օրինակ, կա American Lawyer ասոցիացիա, դա լոյերների ասոցիացիան է, բժիշկների ասոցիացիա կա Ամերիկայում։ Ռուսաստան նույն ձևի կա բաների իրավաբանների ասոցիացիա, բժիշկների ասոցիացիա, հայկական, որտեղ մտնում են մենակ հայերը։ Կա հայկական ակումբ, բիզնես ակումբներ կա, որոնք սփյուռքի հետ կապ չունեն, բայց իրանք համայնք են, մեր համայնքն են։ Ու մենք հիմա դրանց էլ ենք թվայինացնում։
Եվ չորրորդը դա բանն է, հայկական հավատքային կազմակերպություններն են, որի մեջ մտնում է հայկական առաքելական եկեղեցին, հայկական կաթողիկական եկեղեցին, հայկական բողոքական եկեղեցիները, որի մեջ մտնում են հայ մուսուլմանները, դրանք էլ են շատ, էդ էլ են հայկական աշխարհի մի մաս, ու սրանք սաղ մենք հիմա թվայնացնում ենք, բոլոր կոնտակտները հավաքում ենք, անում ենք ինչի համար, որ ասենք օրինակ պատկերացնեք, որոշել ենք մեմը տարածենք ամբողջ աշխարհում, պատրաստում ենք վիդեոռոլիկ, կապնում ենք բոլոր հենց այս ցանցի մեջին կազմակերպությունների հետ, որոնք երիտասարդներով են զբաղվում, ու իրենց բոլորին մեյլ ենք ուղարկում, ասում ենք մեմը հիմա որոշել է ամբողջ աշխարհում հայկական ցիվիլիզացիայի մեջ մեմ բաժիններ բացի, պատկերացիք, չէ՞, ու դու միանգամից ամբողջ ցանցի հետ կապ ես ունենում։ Հիմա սա թվայնացնելու process-ն է, ու զուգահեռ ես իմ գիտական աշխատանքի մեջ հենց այդ հայկական իդենտիֆիկացիայի հետ եմ աշխատում ու փորձել եմ ձևավորեմ, թե հայ մարդը որը պետք է լինի, որովհետև հենց այս աշխատանքը բաժանում է երկու մասի, դա կոնցեպտն է, հայկական քաղաքակրթության կոնցեպտն է, մեկ էլ դոկտրինան է, որի մեջ դու պետքա ձևավորես, թե ինչի մասին է խոսքը գնում, ու հայկական կոնցեպտը, քաղաքակրթության կոնցեպտի մեջ մենք խոսում ենք մեր քաղաքակրթությունը որն է, ասենք դուք արդեն պատկերացրիք, որ դա 15 աշխարհն է, մեր լանդշաֆտն է, մեր մշակույթն է, պատմությունն է ու մեր միսիան, թե աշխարհին ինչ պետք է տանք։ Երկրորդը այնտեղ բացում եմ, թե ով է հայ մարդը ու իմ մտածելակերպով հայկական այսօրվա քաղաքակրթությունը ունի լուրջ կրիզիս, որի մեջ հայ մարդու իդենտիֆիկացիայի ամենակարևոր կետը դա հայկական առաքելական եկեղեցու ներկայացուցիչ լինելն է։ Դուք որ իմանաք, հայկական առաքելական եկեղեցին չի համարում հայ, օրինակ հայերին, որոնք կաթողիկական եկեղեցու հետևորդ են։ Խի են իրենց կոչում ֆրանկներ, որովհետև իրենք հայ չեն, հայկական առաքելական եկեղեցին իրենց որպես հայ չի համարում։ Ու որպես հայ չի համարում եւ բուդդիստ հայերին, եւ մուսուլման հայերին, եւ բողոքական հայերին, նրանք հայ չեն։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան ես դուք ես սահմանափակում, երբ որ այսպիսի մոտեցում ես ձևակերպում։ Դրա համար իմ մոդելով այդ մենք դա պետք է հանենք։ Քրիստոնեությունը չի կարա լինի կարևոր իդենտիֆիկատոր, երբ որ դու մարդուն ուզում ես համարես հայ։ Մենք պետքա իդենտիֆիկատորը լայնացնենք ու հայ մարդը կարա կոչվի բոլոր այն մարդիկ, որոնք ընդունում են մեր 15 աշխարհի պատմությունը, մեր մշակույթը եւ պատրաստ են ձևափոխվեն, սովորեն, թե այն գաղափարը, որը ունի հայկական քաղաքակրթությունը։ Ու դրան զուգահեռ մենք պետքա, ասենք, մեր աշխատանքը արդեն պետքա լինի նրանով, որ ձևավորենք, թե որն է մեր մշակույթը, որն է մեր պատմությունը, հենց այդ 4 քաղաքակրթությունների կապը պետքա ստեղծենք ու սրա միջոցով այն մարդուն, որ ընդունեց, օքեյ, ես հայ եմ, հայկական քաղաքակրթության ներկայացուցիչ եմ, մենք ասում ենք, օքեյ, շնորհավոր, welcome, բայց դե հիմա արի արդեն սովորի, թե դու որն ես։ Այդ ժամանակ մենք իրեն պետք է բացենք, թե ինչ է նշանակում հայկական առաքելական եկեղեցու առաքելությունը։ Այսա պետք է արդեն երկրորդ փուլ անցնի, ու այդ ժամանակ աշխատում ես։ Որ պատկերացնեք, մենք լուրջ խնդրեմ ունենք եւ հայ մուսուլմանների հետ կապված համշեցիներին մենք չենք ընդունում որպես հայ ու իրենք էլ դրա համար սահմանափակվել են, դառել են համշեցիներ։ Տրաբզոնի համշեցիները իրենց հայ չեն համարում, իրենք համշեն են համարում։ Նույն ձևի մենք ունեցել ենք խնդիրներ բաների Պավլիկյանների հետ, որոնք հետո դառել են պամակներ, ու այդ պամակները հիմա որ պատկերացնենք, մոտ 30,000 պամակ ապրում է Բուլղարիայում, ու իրենք դաժե արդեն ընդունել են իսլամը։ Մենք դրանք հայեր են։ Մենք իրենց կորցրել ենք։ Տենց կոպչակներ կան, տենց տարբեր փոքր խմբեր կան, ազգություններ, որոնք եղել են հայեր, մենք իրենց սահմանափակելով հրաժարվել ենք իրենցից, իրենք դառել են ուրիշ ազգ։ Ու հիմա մենք ունենք լուրջ ուրիշ խնդիր, երբ որ Սփյուռքում չենք տալի հենց այս գաղափարախոսությունը, չենք տալի մեր ազգի միսիան ու դրանով մարդիկ ասիմիլացվում են ուրիշ ազգերի հետ։ Հիմա մենք լուրջ խնդիր ունենք, որ Ռուսաստանի հայերն են ասիմիլացվում, այնտեղ Ամերիկա հայերը, Ֆրանսիա հայերը, որովհետև իրենք չունեն հենց այդ իդեոլոգիան։ Մարդը ինքը ապրում է կյանքի մտքի հետ կապված գաղափարների հետ ու եթե դու չունես կյանքի միտք, չունես միսիա, բայց տալիս է ուրիշը հենց այդ միսիա, դու անցնում ես ուժեղի
միսիայի տակ։ Դրա համար հիմա օրինակ Ռուսաստանի հայերն անցնում են ուժեղ ռուսական քաղաքակրթության մաս են դառնում, որովհետև հենց այդ միսիան հիմա ագրեսիվ է, ուժեղ է, մարդը ուզում է ուժեղի մաս դառնա։ Բայց քանի որ մենք չենք աշխատում դրան հետ, դրա համար դա կորցնելու ենք։ Հիմա իմ մոտեցումը նրանում է, որ մեր դոկտրինան, եթե կոնցեպտը ձևավորենք, ու կոնցեպտում պետքա լինի հայկական էլիտայի գաղափարը, որտեղ այսօր մենք չունենք ազգային էլիտա, ունենք տարբեր մասնագիտական էլիտաներ, սպորտային էլիտա, մշակույթի էլիտա, բայց չունենք ազգային էլիտա։ Ազգային էլիտան պետքա ձևավորվի, ու հենց այդ ձևավորման հարցը նրանում է, որ դա պետքա լինեն տարբեր մասնավորական էլիտաները, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ազգի զարգացման շահերը պաշտպանման հարցով, մեկ էլ պետականությունը պաշտպանելու հարցում։ Ու այս մոդելով մենք կարանք դաժե լինենք էքսպանսիվ ու հենց այդ մեր էքսպանսիան կարա լինի նրա վրա, օրինակ ձեզ մի հատ կոնկրետ ինստրումենտ ասեմ։ Նայեք, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ մենք բոլոր ավտոխտոն ազգերի, որոնք ապրում են հայկական լեռնաշխարհում, Գանձակից սկսած մինչև Դիարբեկիր ավարտած, մենք կարանք հենց այդ ազգությունների ներկայացությունը ապահովենք ՄԱԿ-ում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում ունի օֆիցիալ ներկայացուցիչ։ Ու չգիտեմ, զազերը կարան գան Հայաստանի Հանրապետություն, մեզ խնդրեն, ասեն, sense մի հատ խնդրեմ ունենք, ՄԱԿ-ում բարձրացրեք էլի այդ հարցը, կամ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացրեք, միջազգային կառույցների մեջ, որովհետև մենք այդ քաղաքակրթության տերն ենք, եկեք մեզ ասեք, մենք կգնանք անենք։ Ու սա դուք չեք պատկերացնում, ինչ լիքը հնարավորություններ է տալու եւ մեր հարևան պետությունների հետ հարաբերություն եւ հենց այդ ազգերի միջոցով ազդեցություն եւ մեր մշակութային տարածման հարցով, մեր կրթական մոդելների հարցով զբաղվել, կամ էլ ուրիշ ձեզ պատմություն առաջարկեմ, պատկերացրեք մենք սարքում ենք ֆոնդ, որի հիմքը նրանում է, որ բոլոր Թուրքիայի քաղաքացիները, որոնք գալիս են Հայաստան, իրավունք ունեն անվճար ԴՆՏ տեստեր հանձնեն, ու եթե դուս ա գալի, որ իրանք հայ են, իրանք իրավունք ունեն ցանցային կրթության անվճար կուրսեր անցնել։ Դուք պատկերացնում եք, գալիս են մարդիկ, Հայաստան տեստ են հանձնում, իմանում են, որ իրանք հայ են, մենք իրանց ասում ենք, օքեյ, դե հիմա նայեք, այս հարթակը կա, մեմի հարթակն է, որ դե սովորացնում են, թե ինչ է նշանակում լինել հայ։ Ու դու Թուրքիայում ունենում ես ադեպտներ, մոտ մի քանի միլիոն մարդ, որոնց միջոցով կամաց քո ազդեցությունը Թուրքիայի կառավարության վրա տարածում ես։ Սա շատ խոր երկարաժամկետ աշխատանք է, բայց մենք ուրիշ հնարավորություն էլ չունենք, էլի, կամ պետքա նորից եմ կրկնում, ընդունում ենք ուրիշ մոտեցում, դառնում ենք ուրիշ քաղաքակրթությունների մաս, կամ էլ պետքա մեր քաղաքակրթությունը վերականգնենք, ուրիշ ցավոք ձև չկա։ Հայկ ջան, շատ հաճելի է քեզ լսելը, ոնց որ միշտ իրականում։ Իմ մոտ sense մի հարց է առաջացել, իրականում դեռ շուտվանից։ Մեկը այնա, թե արդյոք մեզ պետքա որ բոլոր, բացարձակապես բոլոր հայերը այս քո ասածները հասկանան ու ամբռնեն, թե ինչ որ մասան իրականում բավական է, որ կարողանա մնացածները իր ետևից տանի, այսինքն որպեսզի իրատեսական չի, որ թե Հայաստանում ապրող, թե Սփյուռքում ապրող բոլոր հայերին մենք կարողանանք այս գաղափարախոսությունը որպեսզի համոզել, երևի մի քիչ սխալ բառ է համոզել, բայց ոնց որ հասկացնել ավելի ճիշտ ու ուր մնաց նրանց ոնց որ դրթել, որ քայլեր կատարեն, այսինքն արդյոք ըստ քեզ ինչքան տոկոս երևի կամ ինչքան թվով մարդիկ են պետք, որ այս ամեն ինչը ընդունեն ու փորձեն քայլեր անեն, որ ընդհանուր իրավիճակը փոխվի, այդ մեկ։ Երկրորդը խնդրեմ բացատրես, թե ինչ ես ոնց որ մտքումդ ինչ է, երբ որ ասում ես էլիտա, իրականում ինձ միշտ թվացել է, որ էլիտան այն ժամանակ ժողովրդի աչքին էլ երևի այն հարուստ ու ցոփու շվայտ կյանքով ու հասարակությունից ժողովրդից առանձնացած մասա է, որին իրականում չեն հետևում, որովհետև ոնց որ մեզնից չի, իրանք առանձնացած լինեն։ Հիմիկվա էլիտան հուսամ փորձում ենք այդ չձևավորել, այսինքն այդ չլինի մեր էլիտան, այն մարդիկ ում ժողովուրդը կհետևի, այդպես այդ երկու հարցից կխնդրեմ պատասխանել։ Շնորհակալություն Մանե ջան, նայ կան իդեոլոգիաների առաջ տանելու մեթոդներ, դա արդեն
մարդկության պատմությունը շատ երկար է ու զրոյից ոչ մի բան պետք չի հնարել։ Այդ ձև մոդելներ շատ կան, ոնց է դա տարածվում, արդեն ձևերը կան։ Ու այդ ձևերը հիմնվում են մի հատ թեորիայի վրա, ասենք որ պատկերացնեք, մարդկությունը բաժանվում է 3 մասի։ Առաջին մասը դա պասիոնար մարդիկ են, դա հոգեկան հիվանդներն են, որոնք չգիտեմ խի որոշել են, որ պետքա ուրիշներին բան բացատրեն կամ միտք ունեն ու դա պետքա տարածվի։ Ասենք պատկերացնում եք Ալեքսանդր Մակեդոնսկին, որը ծնվել է մի թագավորական ընտանիքում, իր մոտ ամեն ինչ լավ է եղել, կայֆ է եղել, պատկերացնում եք հավես է եղել։ Այս մարդը ինքն գիժ է եղել, որ այս հավեսությունը թողած գնացել է իր կյանքը վտանգի տակ դրել, մենակ նրա համար թե ինչա ամբողջ աշխարհը գրավի։ Սա կոչվում է պասիոնար էներգիա ու այն հասարակություններում, որտեղ այդ էներգիան լինում է մոտավոր 3%-ի մեջ, քանակի մարդկության, այդ ասենք պատկերացեք Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն մարդ է ապրում, դրա 3%-ը մոտ ինչքան դարավ 3 100,000, չէ՞։ 100,000 պասիոնար էներգիա, եթե լինի ամբողջ Հայաստանում, մենք փրկված ենք, որտեղ պասիոնար էներգիան դա այն մարդիկ են, առաջնորդներն են, գժերն են, որոնք սաղին բզբզում են, ասում են արթնացեք, հո, sense բաներ են անում։ Դրանք մեր ազգում միշտ եղել է, այդ տոկոսը եղել է։ Քաղաքակրթությունները փլվում են, երբ որ հենց այդ պասիոնար էներգիայի քանակը ընկնում է։ Երբ որ քանակը շատանում է, քաղաքակրթությունները ծագում, զարգանում են։ Երկրորդ մասան կոչվում են սուբպասիոնարներ, դա այն թիմային աշխատողներն են, որոնց եթե առաջնորդը բզբզեց, իրանք բան են, լսել եք չէ, ռուսական sense մի բան կա, ասում է «Я за любой кипиш, кроме голодовки»։ Եթե լավ թեմա կա ինչ-որ մի բան անենք, իրանք պատրաստ են կպչեն։ Դա հենց այդ 20%-ն է, 20-30%-ն է, ու այդ մարդիկ, եթե դու գաղափար ես տալի, իրանք հասկանում են, իրանք պատրաստ են դա վերցնեն ու տարածեն։ Դա դառավ բանա, ընդհանուր 33%։ Մնացածը սպանեսել, մորթեսել, ոչ մի բան չի փոխվել։ Դա մասսան է, ու մասսային դու պետք է արդեն ձևավորես, ասես գնում ենք այնտեղ, ձեզ լավ կլինի, տաք կլինի, սոված չեք լինի, իրան գնալու են։ Դրա համար, եթե խոսում ենք գաղափարախոսության մասին, դա պետքա տարածվի սկզբից առաջի փուլում հենց այս 3%-ի վրա։ Դա սա պետքա առաջնորդները մի հատ ընդունեն։ Ու մոդելը ո՞նց է աշխատում։ Սկզբից դա պետքա գրվի, ձևավորվի, ու մենք հիմա աշխատանք ենք տանում այդ շրջանում, մեր թիմի մեջ կա մոտ 5 գիտնական, ու մենք այդ աշխատանքը հիմա փորձում ենք ձևավորենք հենց այդ իդեոլոգիական մոտեցումը, երբ որ սա ձևավորի, սկսել ենք փորձենք տարածել ու հիմա իմ աշխատանքը սենց բանան եմ էլի, սենց պորցիա տարբեր տեղեր գցեմ, տեսնեմ ոնց է ռեակցիա տալի, օրինակ ձեր սերունդը ոնց է դրան ընդունում է քաղաքակրթական իդեոլոգիա, вообще իդեոլոգիա ուզում է, թե ուզում է Թուրանի մաս դառնա կամ ուղղափառական ռուսական մաս դառնա, դա չգիտենք, պետք է այդ աշխատանքը տարվի։ Դենց որ այդքան շատ բան պետք չի տարածել, պետք է մի հատ հավատալ առաջինը, երկրորդը, երբ որ դու ունենաս ինստրումենտներ, կանցնի ժամանակ, որ քո հենց այս իդեոլոգիա կրող մարդիկ կդառնան իշխանության մաս, կգան պետություն կկառավարեն, նոր արդեն դա կտարածվի։ Սա սենց է աշխատում, ու մոդելը ուրիշ մոդել չկա ցավոք։ Երկրորդ հարցը էլիտան։ Նայ, այդ ինչ դու ասեցիր, դա էլիտա չի, դա թայֆ է։ Թայֆ ու էլիտայի տարբերությունը նրանում է, որ թայֆը Հայաստանում էլիտա չկա, Հայաստանում կա էլիտական թայֆեր, էլիտա չկա։ Էլիտան կամ մասնավորական էլիտա, ասենք մասնագետներ, սպորտի էլիտա, ասենք կան չեմպիոններ, օլիմպիական չեմպիոնները, դա հայկական սպորտի էլիտան է, ներկայացուցիչն է։ Այն մարդը, որ այդ ոլորտում ամենալավն է։ Մշակույթի, գիտական աշխատանք, ամենալավերը դրանք էլիտան են, բայց կա եւ ազգային էլիտա, դա այն մարդիկ են, որոնք վերցնում են իրենց վրա ազգի փրկության, ազգի զարգացման, ազգի շահերի պատասխանատվությունը։ Իրենք կարող է լինեն սպորտսմեններ, սպորտի էլիտա, բայց վերցնեն Հայաստանի հայկական ազգի Հայաստանի Հանրապետության շահերը աշխարհում պաշտպանելու հարցը։ Օրինակ Շարլ Անձնավուրը դա մեր ազգային էլիտան է եղել։ Հասկացաք, չէ՞ տարբերությունը։ Քո ասածը դա թայֆ է, թայֆը ինչով է տարբերվում, նրանով, որ երբ որ դու ունես քո գաղափարախոսության նպատակն է, մենակ պաշտպանել քո շահերը, անձնական, քո մեկ էլ ավելի եթե լայնացնեն քո ընտանիքի շահերը, որի մեջ մտնում է մենակ քո
փողերը, քո, չգիտեմ, տները, մեքենաները, դա շատ պրիմիտիվ, փոքր մտածելակերպ է, էլի, դա էլիտար գաղափարը չի։ Դրա համար Հայաստանում էլիտա չկա։ Ու դա էլ է օքեյ, որովհետև Հայաստանը նոր պետություն է, 30 տարվա մեջ էլիտան շատ բարդ է ձևավորել, իսկ մեր հին էլիտաները ոչնչացվել է, միշտ ոչնչացվել է մի ցեղասպանության ժամանակ, մինչև այդ արաբներն են ոչնչացրել, միշտ ոչնչացվել է, դրա համար մենք հենց այդ էլիտար կապը գենետիկորեն դաժե չունենք, իսկ Սփյուռքի էլիտան հիմա իրեն Հայաստանում չի տեսնում, ինքը Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանում էլիտա չկա, այն ինչ կա, կոչմա թայֆեր, բեր չբան չանենք դա, էլի չխառնենք իր հետ, հուսով եմ հասկացար միտքս։ Ես գիտեք ինչ հարցի ուզում տալ, այն ինչ որ հետազոտություն կա, թե ինչ որ տարբերություն կա այն հայերի միջև, որոնք մինչև առաջին հանրապետությունը կային ու սովետական միությունից հետո, այսինքն հիմա, ինչ որ չգիտեմ, մենտալիտետի տարբերություն, ինչ որ վատ նորմեր կամ լավ նորմեր, որ մենք վերցրել ենք սովետական միությունից, այսինքն հայկական քաղաքակրթությունը ինչով է տարբերվել կամ ինչ է վերցրել սովետական միությունից, որը մինչև այդ չկար։ Կարեն ջան, իհարկե չկա այդ ձև հետազոտություն, որովհետև սովետական միության ժամանակ մեզ արգելված է եղել դաժե մտածենք, որ մենք քաղաքակրթություն ենք, ու ես քեզ ասեմ ավելին, եթե դու չգիտես, մինչև 60-ականները մեր մոտ արգելված է եղել, որ դաժե խոսենք Արևմտյան Հայաստանի մասին, կորցրած հայրենիքի մասին, նոր 60-ականներից հետո ծիծեռնակաբերդը բացելուց հետո է այդ թույլատրությունը ստացվել։ Դրա համար չէ, իհարկե չկա այդպես հետազոտություններ, բայց ես զբաղվում եմ Հայաստանում, ունեցել եմ հետազոտություն Պաշտպանության նախարարության պատվերով, սերունդների տարբերության հետազոտություն ունեմ, որը պետք էր զինվոր սպա հարաբերություններ ձևավորելու համար ու պատկերացնում եմ օրինակ սովետում ապրած մարդկանց մենտալիտետը, դրանից հետո ապրած մարդկանց մենտալիտետը ու այսօրվա մարդկանց մենտալիտետը ու հենց այդ տարբերությունն էլ եմ մի թեթև հասկանում, որովհետև դա շատ բարդ բան է ու որ պատկերացնեք, օրինակ, եթե սենց ընդհանրացնեմ, էլի, մարդիկ, որոնք ծնվել են 60-ականներին, 70-ականներին ու այսօր մեր հետ ապրում են, այդ մարդիկ ունեն մոտեցում իրենց համար կոլեկտիվ գաղափարը ավելի կարևոր է, ասենք հասարակության շահերն ավելի կարևոր են, քան թե անձնական շահերը։ Սա ընդհանուրն եմ ասում, ինչ որ սա չի նշանակում, որ բոլորն են սենց, միջին ստատիստիկայով են սենց։ Ու դա ոչ թե մենակ շահերի, այլ մարդկա ընդհանուրի կարծիքը իրենց համար ավելի կարևոր է, քան թե անձերի կարծիքը, այդ ձև մենտալիտետ ունեն։ Երկրորդ մասան դա մարդիկ են, որոնք ծնվել են 80-ականներին, դա իմ սերունդն է, որովհետև այն մարդիկ 70-ականների, 60-ականներին դրանք հերոսական մտածելակերպով են ու այսօր մարդիկ, որոնք ծնվել են 70-ականներին, մեկ է 60-ականներին, իրենք համարում են իրենց հերոսներ, որովհետև առաջի Արցախյան պատերազմը իրենց սերունդի պատերազմն է ու հաղթանակն է ու իրենք հիմա ապրում են հենց այդ կոգնիտիվ շեղումների մեջ, որ ապրում են հենց այդ հաղթանակով։ 80-ականների սերունդը Հայաստանի ամենակոտրված սերունդն է, որովհետև այդ սերունդը ականջներով ամենակ լսել առաջի Արցախյան պատերազմի մասին, իրենք չեն մասնակցել, ներդրում չեն ունեցել, բայց ունեցել են մանկություն, շատ դաժան մանկություն, երբ որ դպրոցները ցուրտ են եղել, մանավանդ մարզերում երկրաշարժից հետո տուննա, ջուր, լույս, ոչ մի բան չի եղել, բայց պատկերացրեք իրենք մի ժամ օրվա մեջ հեռուստացույցը միացել է, լույսը տվել են, իրանք այնտեղ բրազիլիական կամ մեքսիկական սերիալ են տեսել, որտեղ նկարը վիժնը շատ սիրուն է եղել, զուգարանը տանն է եղել, տաք է եղել, սիրուն է եղել ու դա իրենց գլխի վրա շեղել է ու իրենք կոգնիտիվ պատկերացում են ստացել, որ մենք էլ ենք ուզում տենց ապրենք։ Ու դա բերել է նրան, որ իսկ տենց ապրելու համար ես չեմ ուզում ամբողջ Հայաստանի, ամբողջ հասարակության վրա պատասխանատվություն ունենամ, ես ուզում եմ պատասխանատվությունը մենակ իմ ընտանիքի։ Ու փոքրացվել է պատասխանատվության հարցը ու այդ մարդիկ հիմնականում արդեն խոպան գաղափարը massայական սկսել է 80-ականներից
ու դա բերել է նրան, որ 80-ականների մեկ էլ 90-ականների մեջին կապը կոտրվել է 90-ականներ եւ մեկ էլ 2000 թվի ծնվածների մեջին ու մեկ էլ արդեն սա խորացել է նրանով, որ նոր սերունդը 90-ականներից հետո արդեն պատասխանատվությունը ընտանիքից էլ է գցել, մենակ իրա վրա է թողել։ Դրա համար այսօրվա Z սերունդը մանավանդ ինքը ավելի շատ մտածում է մենակ իրա մասին, քան թե ընտանիքի մասին։ Ու սա ոչ վատ է, ոչ լավ է, ստի գնահատականի մասին չի խոսքը, սա պրոստը փաստեր է, որ երբ որ դու գիտես, պետք է հասկանաս ոնց սրա հետ աշխատես, ոնց սա բերես ու որ դուք պատկերացնեք հենց այդ աշխատանքը ինչ է նշանակում, մի հատ օրինակ բերեմ, երբ որ բանակում մենք ունենք հիմա կոնֆլիկտային իրավիճակ, երբ որ զինվորը մեկ է սպան իրար չեն հասկանում, որովհետև զինվորը Z սերունդի մարդ է, իսկ սպան Y իմ սերունդի մարդ է հիմնականում, ու այս Y սերունդի իմ սերունդի սպան ասում է, արա տղամարդ չես, գնա էս արա, ու այդ տղեն իրականում չի հասկանում, արա սա ինչ է իրանից ուզում, որովհետև ոչ թե այդ տղեն վատն է, դա այն սերունդի մարդ է, որը տղամարդու կերպար չի տեսել, որովհետև մենք ունեցել ենք մասսայական լուրջ խնդրեմ, որ ծնողները ստիպված են եղել աշխատեն առավոտից իրիկուն ու երեխով զբաղվող չի եղել, papan ֆիզիկապես 4-5 աշխատանքի է եղել կամ խոպանում է եղել, չի հասցրել այդ երեխուն բան ցույց տա, ոչ թե այդ papan վատն է եղել, այլ իրավիճակն է վատ է եղել ու դրա համար պետք էր տանջվեր, աշխատեր, որ այդ երեխուն հասցներ ոտքի կանգնացներ ու եթե դու այս կապը չգիտես, դու ունենում ես արդեն բանակում կոնֆլիկտ, բայց եթե ունենում ես, արդեն ձևավորում ես ուրիշ մոդել, օրինակ հիմա ես սպահական սաստավին առաջարկել եմ մենթորային մոդելը, որ երբ որ ոչ թե դու գոռում ես, ասում ես արա գնա սա արա, այլ ասում ես արի գնանք ես ցույց տամ ոնց պետք է արվի։ Ու դու դառնում ես հենց այդ զինվորի համար պապայի կերպարը, քանի որ ինքը չի տեսել այդ տղամարդու կերպարը, դու դառ։ Իսկ եթե դու դառնաս այդ կերպարը, այդ զինվորը քո համար կանի ամեն ինչ, այն ինչ դու ուզես, որտեվ այդ զինվորը դրա կարոտն ունի, ինքը հենց այդ իդեալի կերպարն է ուզում։ Սա ուզում եի ասել, որ դուք պատկերացնեք, էլի, ոչ թե ես ասեցի առաջվա սերունդը լավն է եղել, հիմիկվանը վատն է, տենց բաներ։ Ես вообще կարծում եմ, որ հիմիկվա սերունդը ավելի լավն է, քան թե իմ սերունդը կամ ինձնից մեծ սերունդը, այնտեղ լուրջ աշխատանք ունեմ դրա հարցով, բայց ուզում եի, որ դուք պատկերացնեք, էլի, սա աշխատանքը, որը դու պետք է անես։ Սոցիոլոգիան հենց այդ գիտությունն է, որը այս նյուանսները բացում է, ու դու այդ նյուանսների հետ եթե սկսում ես աշխատել, քո հասարակությունը ուժեղանում է։ Նոր սերունդը ավելի խելացի է, եթե դու իր հետ ճիշտ աշխատես։ Հիմա պատկերացեք, այտենց դեպք է եղել, երբ որ ես շտաբում դասախոսություն եմ ունեցել, ասեմ, մի գնդապետ կանգնել է ասել, արա դու գիտես, որ դրանք հիմա դեբիլներ են գալի, անգրագետներ են գալի, գրել կարդալ չգիտեն, ես էլ ասում եմ, պարոն գնդապետ, իսկ հիմա եթե բան անենք, փորձեմ ձեզ Maverick սովորացնեմ, Maverick-ը դա այն բանը դրոններն են, էլի։ Դու գիտեք ինչքան ժամանակ է ինձ պետք, որ ձեզ սովորացնեմ, մի 6 ամիս պետք է սովորացնեմ ձեզ։ Բայց այդ երեխաներից լյուբոին տվեք 2 շաբաթից մի ամիս։ Իրանք կսովորեն։ Ոչ թե որ դուք վատն եք կամ լավն եք կամ իրանք վատն են, այլ լավն են, դուք պրոստը տարբեր մարդիկ եք։ Իրանք թվային են, իսկ դուք թվային չեք։ Հիմա եթե ինքը թվային է, դու կարողանում ես նոր տեխնոլոգիաներով իրենց հետ աշխատես, այդ նոր տեխնոլոգիաներով ինքը հաղթանակ ավելի շուտ է բերելու, քան թե քո հին տեխնոլոգիաներով։ Հիմա օգտագործի դա, օգտագործի այդ նոր սերունդի հնարավորություններն ու հմտությունները, ոչ թե բաժանի ասանա դեբիլա ես խելացի եմ, այս բանը։ Հիմա այդ ինչի համար Կարեն ջան ասեցի, որ դու պատկերացնես էլի հենց այդ սերունդների տարբերությունը դա դինամիկ process է, ասենք հավատացեք հիմա գալիս է ալֆա սերունդ, որը, չգիտեմ, դու միջինը ձեր մեջ քանի տարեկան եք։ Ով է 2014-ից հետո ծնվել։ Չկա։ 2014-ից հետո արդեն գալիս է ալֆա սերունդը։ Նրանք вообще թքած ունեն, ոչ մի ավտորիտետ չունեն։ Խի չունեն, որովհետև նրանք ինչ կարաս դու իրանց պատմես, ինչով կարաս դու իրանից խելացի լինես, եթե ինքը GPT chat-ի տեղն էլ գիտի, OK Google-ի տեղն էլ գիտի, դու ինչով դու չես կարա ինֆորմացիա տաս, իսկ միջև Z սերունդը ինֆորմացիան է եղել կարևորը։ Հիմա եթե դու սա հասկանում ես ու քո կառավարման մոդելները ստեղծում ես սրան վրա հիմնելով, դու չես բաժանում, դու դեպրեսիաների չես բերում երիտասարդ սերունդին, դու չես ասում, արա ես մեծ եմ, ինչ ասում եմ, այդ պետք է անես, այնպես բաներ չես անում,
ու այդ երեխեքի հետ սկսում ես ճիշտ ձևի աշխատես, իրենց հնարավորություններն ես օգտագործում, դա բերում է նրան, որ դու որպես ազգ ուժեղանում ես։ Ու այս խնդրը մենակ Հայաստանում չի, ինքը համաշխարհային խնդրեմ է։ Պատկերացրեք, որ Հայաստանը կարողանա ձևավորի հայկական քաղաքակրթությունը, ձևավորի այս աշխատանքի մոդելները։ Ասենք ասի, որ գործի ընդունվելու ժամանակ այդ ասենք այս սերունդների հետ մոդելը պետք է sense լինի, չգիտեմ, բանը սրանց այդ աշխատանքը HR-ը պետք է sense անի, մեծի հետ պետք է sense անի, մենք ձևավորենք այդ գաղափարը, հասկանում եք, դա արդեն կդառնա լուրջ բան, մոդել, որը մենք աշխարհին ենք տալի։ Հիմա քաղաքակրթական մոտեցում այս սրա մեջին է կարելի։ Ստեղ գրել էի, որ մի անգամ ինձ համար բավականին հարգված մարդ, ու մարդ ում հետևից ես գնում եմ գաղափարապես, ասաց, որ մեր ներկայիս պետականությունը, որ հայերը ընդունել են, վերջինը այս դեպքում հայերը ընդունել են անգիտակցաբար, այսինքն չեն պայքարել դրա համար ու ստացել են ուղղակի մի քանի էնտուզիաստների շնորհիվ ու հիմա էլ հենց դրա համար այն պահել ու գնահատել չեն կարողանում։ Ինձ հետաքրքիր է ինչ կասեք այս մասով, ես այդքանը չեմ հասկացել, թե ինքը ինչի նկատի ուներ։ Ինքը նկատի ունի, որ մենք պետականությունը չենք բան արել, էլի գրավել կամ ազատագրել, սովետը փլվել է, մեր ձեռնային է։ Էդի նկատի ունի։ Դա տարածված մոտեցում է Հայաստանում, ոչ թե դրսում, այլ Հայաստանում, ու քանի որ ես հայկական քո ասած թայֆերի մասնակից չեմ, ոչ մի թայֆի ներկայացուցիչ չեմ, դա համ իմ պլյուսն է, համ մինուսն է, մինուսը նրանում է, որ ինձ չեմ վստահում, պլյուսը նրանում է, որ ես կարողանում եմ կողքից նայեմ, այդ մի բանով ճիշտ է, որովհետև մեր մասան չի բան արել, չի ինչ-որ հաղթանակի միջոցով պետություն ստացել, դրա համար մասան չի հասկանում, երկրորդ տեսլականով, որի ես ավելի շատ կողմակից եմ, դա աբսուրդ է, ասեմ ինչու, որովհետև իրականում մենք ունեցել ենք մի շարք հերոսներ, որոնք հենց այդ պետականության համար պայքար են տարել, պրոստի 99 թվին այդ մարդկանց գնդակահարել են, ու մենք հենց այդ մարդիկ պետք է դառնային հենց այդ էլիտան, բայց ցավոք իրենց գնդակահարել են, ու մենք մի շերտ էլիտա կորցրել ենք։ Երկրորդը, բոլոր հենց այդ հասարակության կառավարելը, դա social engineering է, դու պետք է սահմաններ տաս քո հասարակությանը, կրթության մակարդակը բարձրացնես, մշակութային մակարդակը բարձրացնես, իրենց մազերից sense բռնես, բարձրացնես, մարդ սարքես, եթե դու դրանով չես զբաղվում, այլ գլխին տալիս ես ասում ես անգրագետ մնա, ոչխար մնա, ռաբիզ լսի, ոչ թե կոմիտաս լսի, սահմանափակում ես իրան, Հավայի սերիալներ ես սարքում, ասում ես վերվարած լսի, նայի տես դու ինչքան վատն ես, ոչ թե Մաշտոցի մասին սերիալ ես սարքում, այլ վերվարածներն ես սարքում, կամ էլ հիմա ինչ-որ սերիալ է գնում, ու ես վերջերս անալիզ էի արել դրա կոգնիտիվ ազդեցությունը, մրթամեկ է կոչվում, ինչ է կոչվում, մարդամեկ, տենց ինչ-որ սերիալ կա, ու դա շատ լուրջ ինստրումենտներ է, վերջացնելով Մանե ջան, այդ մարդը սխալ է, դա շատ պրիմիտիվ մոտեցում է, որովհետև մեր հասարակության մեջ հիմա էլ ապրում են հերոսներ, հիմա էլ այդ մարդիկ պայքար են տանում, որ մենք ողջ մնանք, որ մենք զարգանանք, ու այդ ձև եղել է եւ 90-ականներին, մի շերտ մարդիկ հերոսություն են արել, իրենց արյան գնով են վճարել մեր պետականությունը պաշտպանելու հարցը, նույն ձևի եղել է 2020 թվին, ու դա, երբ որ դու չես գնահատում, դա նշանակում է դու ինքդ քեզ չես հարգում, եթե տենց խնդիր ունես, դու պետքա գնաս մեր զինվորների պանտեոնը, տեսնես ընդեղ, հասկանաս քո տեղը որն է, եթե դու ինչ-որ քայլեր չես անում, դա քո անձնական խնդիրն է, եթե դու այդ կոմպլեքսներով պետք չի ընդհանրացնել բոլորին համարել, որ նվեր են ստացել պետականությունը, դա տենց չի։ Իսկ ինչ նրա մասին է, թե այսօր ինչ պետք է անենք, այսօր մենք պետք է արդեն ընտրություն ունենենք, հիմա պատկերացնեք, որ Մեսրոպ Մաշտոցի թվերն է, տարիներն է, հիմա մենք ընտրության դեմ ենք կանգնել,
կամ վերականգնում ենք ու ստեղծում ենք նոր քաղաքակրթություն, ու մեր բախտը բերել է դուք ապրում եք մի հատ շատ հետաքրքիր ժամանակաշրջանում, որտեղ պատմությունը դուք կարաք պատմության վրա ազդեք, ոչ թե մենակ հայկական, այլ համաշխարհային։ Հիմա աշխարհը լուրջ կրիզիսի մեջ է։ Հիմա բոլոր պետությունները Ամերիկան որպես պետություն ընդունում է բանի ավտորիտարիզմի գաղափարը։ Տրամպը հայտարարում է I am a king։ Պատկերացնում եք, ինքը ասում է ես թագավոր եմ։ Աբսուրդ է։ Այն պետությունը, որը հիմնվել է հենց դեմոկրատիայի հիմքերի վրա, ղեկավարը այսօր ասում է թագավորը ես եմ։ Ու մենք բոլորս երկրագունդը ինչ որ մի լավ բանի չի գնում, էլի։ Ու դուք ունեք այդ հնարավորությունը, ստեղծեք այդ լավ բանը։ Ունեք, որովհետև դուք դրա իրավունքն ունեք։ Ազերը իրավունք չունի դա անի։ Ուզբեկը իրավունք չունի անի։ Որովհետև իրենց քաղաքակրթական հիմքերը այդ իրավունքը չեն տալի իրենց, բայց դուք դրա իրավունքն ունեք, դրա համար պետք է նայեք ձեր կյանքին այս տեսլականով, որ դուք հզոր ոչ թե ազգի, այլ քաղաքակրթության ժառանգ եք, դուք պարտավոր եք փրկել աշխարհը, պարտավոր եք աշխարհին տակ նոր ուղղություն, նոր գաղափարախոսություն, ոչ թե ասելով, որ մենք առաջինն ենք ու լավն ենք, ոչ, եւ հնդկականն է լավը, եւ ուղղափառական ռուսականը եւ արևմտյանը, բայց դուք հենց այն հիմքերում եք, դուք էլ ներկայացրեք ձերը։ Այս է, ինձ թվում է սրանից լավ բան դուք բինգո եք շահել, որովհետև մենք աշխարհում 9-ից 11 միլիոն ենք հայերը, բայց իրականում ավելի շատ ենք, դա եթե social engineering անենք, լավ, դա այդ ուրիշ բան է, բայց մենք 11 միլիոն ենք լավագույն դեպքում։ Աշխարհում կա 8 միլիարդ մարդ։ Դա 0.03 վայթեմ տոկոսն է, հաշվել էի, հիմա լավ չեմ հիշում, իմ Facebook-յան էջում դրա մասին գրել էի։ Հիմա պատկերացրեք, որ դուք հաղթել եք բինգո, որ ընկել եք այդ 0.03-ի տոկոսի մեջ։ Սրանից լավ բան։ Կարողացեք այդ բինգոն հասկանաք, թե ինչ ան է։ Գիտեք ինչքան մարդիկ հաղթել են բինգո ու կորցրել են այդ իրանց հաղթածը։ Հիմա դուք, եթե ձեզ գտնում եք, որ դուք խելացի եք, այդ ձեր հաղթած ժառանգությունը մտածեք ոնց օգտագործեք։ Մի բան հիշեցի, կուզեի ասեմ, այդ սպա ու զինվոր փոխհարաբերությունների մասին, որ քիչ առաջ խոսում էինք, այդ ես դե ծառայել եմ, այդ ամեն ինչ ասում եմ 100%-անոց պատկերացնում եմ ու ամենահետաքրքիրն է նա, որ այն սպայի մասին, որ մենք փորձում ենք ստանանք, ավելի ճիշտ դուք, այդտենց սպա ես տեսել եմ, ինքը բարձունքի հայկն էր, ճիշտն ասած 2 տարի ծառայելուց վերջի 2 ամսվա մեջ ինքը էլի եկավ մեր մոտ ծառայության որպես սպա ու ոնց ճիշտ բնութագրեմ, ինքը տարբերվում էր մնացած սպաներից, իսկական այն մանկական, որ փոքր ժամանակ պատկերացնում ենք սպան ոնց պետք է լինի, այդ ձև իր մտածելակերպով, գաղափարով, տենց որ բարձունքի մասին ասեցիք, միանգամից հայկին հիշեցի ու այդ բանը Հա, դե ցավոք հայկի նման բոլորին չենք կարա սարքենք, բայց հիմա բանակում էլա փոփոխություններ գնում, ես չեմ կարա դրա մասին խոսեմ կամ դա իմ աշխատանքը չի, բայց ես մի թեթև ներդրում ունեցել եմ, դա սերժանտական դպրոցն է, ինստիտուցիոնալ փոփոխություն լինում է, հուսով եմ դա արդյունք կտա, դա երբ որ սպաներին հանում են զինվորների հետ կապի մեջ, այնտեղ սերժանտական դպրոցը, դա նատոյական մոդել է, ոչ թե որ այն զինվորից սերժանտ են սարքում, այլ կոնտրակտ անցող մարդկանց տանում են կրթություն են տալի, մոտ մի տարից 2 տարվա կրթական ծրագիր ենք պատրաստել, իրանք են հենց այդ սերժանտնա լինելու, հենց այդ կապը սպայի, մեկ է զինվորի ու հույսով եմ, որ դա լիքը բան կփոխի։